Հարցազրույցի ճանապարհին մի հավաքարար տեսնում է, թե ինչպես է մի տարեց կին ընկնում փողոցի մեջտեղում։ Նա որոշում է օգնել, նույնիսկ իմանալով, որ կարող է ուշանալ։ Մի քանի րոպեի պատճառով նա կորցնում է աշխատանքի հնարավորությունը։ Բայց պարզվում է, որ նա փրկել է ընկերության տիրոջ մորը, ամեն ինչ փոխվում է։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, հայտնել մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Զարթուցիչը հնչեց առավոտյան ժամը 4:40-ին, խզելով Երանի ծայրամասում գտնվող փոքրիկ սենյակի թանձր լռությունը։ Անին դանդաղ բացեց աչքերը, սովոր լինելով այդ ժամին, որն ամեն օր պատիժ էր թվում։ Լույսը դեռ չէր թափանցել վատ մեկուսացված պատուհանի ճեղքերից, երանյան վաղորդյան սառնությունը ներթափանցում էր այն բարակ պատերից ներս, որտեղ նա ապրում էր իր 7-ամյա դստեր, փոքրիկ Մանեի հետ։ Նա լուռ վեր կացավ, զգույշ լինելով չարթնացնել կողքի ներքնակի վրա հանգիստ քնած աղջկան։ Մի քանի վայրկյան դիտեց դստեր հրեշտակային դեմքը, մաշված բարձի վրա փռված գանգուր մազերը, նրա մեղմ ու ռիթմիկ շնչառությունը, ով երազում էր ավելի լավ աշխարհի մասին։ Այդ պատկերը նրա ուժն էր։ Այն ամենը, ինչ Անին անում էր, յուրաքանչյուր զոհողություն, յուրաքանչյուր կուլ տված նվաստացում, քնից գողացված յուրաքանչյուր գիշեր, Մանեի համար էր։ Որպեսզի մի օր աղջիկն ունենա այն, ինչ ինքը երբեք չի ունեցել, ընտրության հնարավորություն։ Նա գնաց փոքրիկ սանհանգույց, լվացվեց ժանգոտած ծորակից հոսող սառը ջրով, սանրեց իր երկար ու մուգ մազերը, հավաքելով դրանք պարզ ու սեղմված հյուսքի մեջ։ Նայեց կոտրված հայելուն, որը խեղաթյուրում էր նրա արտացոլանքը, փորձեց այնտեղ հույսի որեն նշան գտնել։ 32 տարեկանում Անին իր դեմքին կրում էր մի կյանքի հետքերը, որը երբեք առատաձեռն չէր եղել։ Վաղաժամ կնճիռներ շագանակագույն աչքերի շուրջ, արից մաքրող միջոցներից չորացած մաշկ, կոշտացած ձեռքեր, պատված փոքրիկ կտրվածքներով ու կոշտուկներով, որոնք պատմում էին անդադար աշխատանքի մասին։ Նա հագավ հավաքարարի մուգ կապույտ համազգեստը, որը կրում էր արդեն 3 տարի, աշխատելով մաքրության ծառայություններ մատուցող մի ընկերությունում։ Գործվածքը մաշված էր, որոշ տեղերում գունաթափված, բայց մաքուր էր, կոկիկ արթուկված։ Անին դա կարորում էր։ Նույնիսկ գրեթե ոչինչ չունենալով, նա պահպանում էր իր արժանապատվությունը մանրուքների միջոցով։ Հագավ իր հին սպիտակ մարզակոշիկները, վերցրեց կարկատված կտորե պայուսակը, դուրս եկավ ճռճռացող փայտե դռնից, զգուշությամբ կողպելով այն։ Փողոցը դեռ քնած էր, երբ նա սկսեց քայլել դեպի ավտոբուսի կանգառ։ Մի քանի թափառող շներ քրքրում էին մայթին դրված աղբի տոպրակները, լապտերները անկանոն թարթում էին, իսկ կոյուղու հոտը, խառնված ինչ-որ պատուհանից եկող սուրճի բույրին, կազմում էր քաղաքի պաշտոնական քարտեզներից մոռացված այդ թաղամասի բնորոշ բույրը։ Անին գիտեր յուրաքանչյուր նրբանցք, ասֆալտի յուրաքանչյուր փոս, յուրաքանչյուր վտանգավոր անկյուն։ Դա նրա աշխարհն էր, նրա անտեսանելի բանտը, այն վայրը, որտեղից նա տարիներ շարունակ փորձում էր փախչել, բայց երբեք չէր հաջողվում։ Ավտոբուսը եկավ լեփ-լեցուն, ինչպես միշտ։ Նա ներս մտավ, սեղմվելով հոգնած մարմինների մեջ, որոնցից էժան օճառի հին քրտինքի հոտ էր գալիս։ Նա բռնված էր երկաթյա ձողից ամբողջ 1 ժամ 40 րոպե տողությամբ ճանապարհին, մինչ հասավ այն շքեղ թաղամասը, որտեղ աշխատում էր։ Պատուհանից նայելով, նա տեսնում էր, թե ինչպես է քաղաքը աստիճանաբար փոխվում։ Խարխուլ տները տեղի էին տալիս բարձրահարկ շենքերին, փոսառատ փողոցները դառնում էին լայն պողոտաներ, խավարը զիջում էր լուսավորված ցուցափեղկերին։ Երկու աշխարհներ, բաժանված կիլոմետրերով լուռ անհավասարությամբ։ Նա իջավ սովորական կանգառում, քայլեց 3 թաղամաս մինչ այն բիզնես կենտրոնը, որտեղ աշխատում էր այն օրվանից, ինչ ընկերությունը նրան այնտեղ էր նշանակել։ Մտավ սպասարկող անձնակազմի մուտքից, գլխով անելով բարեց գիշերային պահակին, նստեց բեռնատար վերելակը, բարձրացավ 12-րդ հարկ։ Այնտեղ սկսվելու էր անտեսանելի աշխատանքից 1 օր, լվանալով զուգարանները, դատարկելով աղբամանները, մաքրելով սեղանների ու համակարգիչների փոշին, ջնջելով այն մարդկանց ներկայության հետքերը, ովքեր երբեք նրան չէին նայում։ Ժամերը դանդաղ էին անցնում, մինչ Անին լվանում էր, ավլում սրբում։ Սակայն նրա մտքերն այնտեղ չէին։ Դրանք սերված էին այդ օրվա կեսօրին նշանակված աշխատանքային հարցազրույցի վրա։ Վերջապես, ամիսներ շարունակ ինքնակենսագրականներ ուղարկելուց հետո, նա պատասխան էր ստացել։ Մի միջին չափի ընկերություն վարչական բաժնում օգնական էր փնտրում։ Ոչ մի արտառոց բան, բայց դա նշանակում էր արմատական փոփոխություն։ Հաստատուն աշխատավարձ, գրանցված աշխատանք, նորմալ աշխատանքային ժամեր։ Ավելին, հնարավորություն լինելու մարդ, այլ ոչ թե միայն փոխարինելի աշխատուժ։
Նա գաղտնի էր պահել հարցազրույցի լուրը։ Ոչ մեկին չէր ասել, վախենալով, որ հաջողությունը երես կթեքի։ Խնդրել էր ազատել իրեն կեսօրից հետո, հորինելով հրատապ բժշկական այցելություն, վերահսկողը համաձայնել էր առանց հարցերի։ Նրա համար Անին ընդամենը մի թիվ էր ցուցակում։ Ավարտելով առավոտյան հերթափոխը, նա գնաց նեղ հանդերձարան։ Համազգեստը փոխեց պարզ, բայց ներկայանալի հագուստով, ստաբատ, սպիտակ երկարատ բլուզ կոշիկներ, որոնք ամիսներ առաջ զեղչով էր գնել։ Արձակեց մազերը, քսեց համեստ շրթներկ, խորը շունչ քաշեց, նայելով հայելուն։ Դու կարող ես, Անի։ Դու արժանի ես սրան։ Նա շենքից դուրս եկավ առավոտյան ժամը 11:50-ին։ Հարցազրույցը նշանակված էր ժամը 2-ին, Երանի կենտրոնին մոտ գտնվող մի թաղամասում։ Նա պետք է 2 տրանսպորտ փոխեր, դեռ բավականին քայլ էր։ Ամեն ինչ մանրամասն հաշվարկել էր, ներառյալ սպասման ժամանակը, հնարավոր խցանումները։ Ժամանակի պաշար ուներ։ Չէր կարող ուշանալ։ Դա նրա միակ շանսն էր։ Այդ հուլիսյան կեսօրին շոկն անտանելի էր։ Ары դաժանորեն այրում էր ասֆալտը։ Անին զգում էր, թե ինչպես է քրտինքը հոսում մեջքով, մինչ սպասում էր առաջին ավտոբուսին։ Կրծքին սեղմած պահում էր մի պարզ թղթապանակ, իր փաստաթղթերով, առցանց անվճար դասընթացների վկայականներով, որոնք անցել էր գիշերները, հանձնարարական նամակներով այն վայրերից, որտեղ նախկինում աշխատել էր։ Ավտոբուսը եկավ, նա բարձրացավ, վճարեց մետաղադրամները հաշվելով, նստեց պատուհանի մոտ։ Մինչ մեքենան առաջ է շարժվում խցանված երթևեկության մեջ, նա մտքում փորձարկում էր հարցազրույցի հնարավոր հարցերի պատասխանները։ Որոնք են ձեր ուժեղ կողմերը։ Որտեղ եք տեսնում ձեզ 5 տարի հետո։ Ինչու պետք է հենց ձեզ աշխատանքի ընդունենք։ Նա անգիր գիտեր պատասխանները, այնքան էր դիտել տեսանյութեր իր հին հեռախոսով, որը գնել էր օգտագործված վիճակում։ Սիրտը սկսում էր ավելի արագ բաբախել ամեն անգամ, երբ մտածում էր աշխատանքի ընդունվելու իրական հնարավորության մասին։ Պատկերացնում էր Մանեի արձագանքը, որ կկարողանա աղջկան ավելի լավ դպրոց ուղարկել, նոր կոշիկներ գնել, գուցե նույնիսկ ավելի լավ տուն վարձել։ Պատկերացնում էր, որ ապագա ունի։ Նա իջավ կանգառում, նստեց երկրորդ ավտոբուսը 20 րոպե անց արդեն այն թաղամասում էր, որտեղ գտնվում էր ընկերությունը։ Ստուգեց հասցեն թղթի վրա, նայեց ժամացույցին, ժամը 1:15 էր։ Ժամանակի մեջ էր։ Դեռ շատ ժամանակ ուներ։ Քայլեց բանուկ պողոտայով, տեսավ մարդկանց, ովքեր մտնում ու դուրս էին գալիս շենքերից, լավ հագնված կանանց, տոպրակներով, կոստյումներով տղամարդկանց, հեռախոսով խոսելիս։ Այդ աշխարհը այնքան հեռու էր թվում իրենից, բայց հիմա այնքան մոտ էր։ Ընդամենը մի քանի քայլ էր բաժանում Անին այն փոփոխությունից, որին նա ձգտում էր տարիներ շարունակ։ Պողոտան լայն էր, բաժանված ծառերով լի միջնաշերտով։ Հետիոտնի լուսացույցը կարմիր էր, երբ նա հասավ անկյունին։ Համբերատար սպասեց։ Նայեց փողոցի մյուս կողմը, տեսավ այն շենքը, որտեղ լինելու էր հարցազրույցը։ 8 հարկանի մի բիզնես կենտրոն, հայելապատ ճակատով։ Այն հաստատուն էր թվում, վստահելի հուսադրող։ Լուսացույցը փոխվեց։ Կանաչ, հետիոտների համար։ Անին առաջին քայլն արեց անցումի վրա, զգալով ադրենալինի ներհոսքը։ Դա կատարվում էր։ Վերջապես դա կատարվում էր։ Եվս մի քանի քայլ, նա կլիներ մյուս կողմում, կմտներ շենք, կպատասխաներ հարցերին, ցույց կտար իր արժեքը։ Հենց այդ պահին մի անսպասելի բան դաժանորեն ընդհատեց այդ պահը։ Նրա աջ կողմում մի տարեց կին ուժգին սայթաքեց հետիոտնային անցումի մեջտեղում։ Նրա նիհար մարմինը ընկավ տաք ասֆալտին մի խուլ հարվածով, որն ստիպեց Անին ակնթարթորեն շրջել գլուխը։ Կինը ծնկների վրա էր, փորձում էր հենվել դողացող ձեռքերին, բայց չէր կարողանում վեր կենալ։ Նրա ծաղկավոր զգեստը փոշոտվել էր, սանդալներից մեկը դուրս էր եկել ոտքից, իսկ ալեխառն մազերը անկանոն թափվել էին քրտնած ու վախեցած դեմքին։ Անին անմիջապես կանգ առավ։ Նայեց շուրջը։ Տասնյակ մարդիկ շարունակում էին անցնել պողոտան, շրջանցելով ընկած կնոջը, կարծես նա ընդամենը մի անհարմար խոչընդոտ լիներ։ Ոմանք արագ կարեկցող կամ անհանգստացած հայացքներ էին նետում, բայց շարունակում էին առաջ, առանց քայլերը դանդաղեցնելու։ Ոչ ոք կանգ չէր առնում։ Ոչ ոք օգնություն չէր առաջարկում։ Քաղաքը շարունակում էր իր ընթացքը, անտարբեր, շտապող, եսասեր։ Լուսացույցը սկսեց թարթել, հուշելով, որ շուտով կփոխվի կարմիրի։
Մեքենաները անհամբեր ազդանշան էին տալիս, սպասելով առաջ շարժվելու իրենց հերթին։ Տարեց կինը հուսահատ փորձում էր վեր կենալ, բայց մարմինը չէր հնազանդվում, ոտքերը դողում էին, հավասարակշռությունը կորչում էր յուրաքանչյուր ձախողված փորձից հետո։ Անին զգաց դաստակի ժամացույցի ծանրությունը։ Ժամը 1:23 էր։ Նա պետք է հիմա անցներ։ Պետք է վազեր։ Պետք է հասներ հարցազրույցին։ Նրա ամբողջ կյանքը կախված էր այդ պահից։ Ամբողջ ջանքը, ամբողջ տառապանքը, բոլոր անքուն գիշերները, ամեն ինչ կենտրոնացած էր այս կեսօրվա վրա։ Նա չէր կարող կորցնել սա։ Չէր կարող ուշանալ։ Չէր կարող թույլ տալ, որ այդ հնարավորությունը փախչի իր ձեռքից։ Բայց նրա ոտքերը առաջ չշարժվեցին։ Դրանք շարժվեցին դեպի կողք։ Վայրկյանների ընթացքում, առանց մտածելու, առանց հաշվարկելու, պարզապես զգալով Անին մոտեցավ ընկած կնոջը ծնկի իջավ նրա կողքին պողոտայի տակ ասֆալտի վրա։ Նա նրբությամբ բռնեց նրա ձեռքը, զգալով բարակ ու կնճռոտ մաշկը, փխրուն ոսկորները իր մատների տակ։ Տարեց կինը նայեց նրան մշուշոտ, վախեցած, բայց երախտապարտ կապույտ աչքերով։ Փորձեց ինչ-որ բան ասել, բայց բառերը խառնաշփոթ էին ու անհասկանալի։ Անին հասկացավ, որ նա շատ թույլ է, կողմնորոշումը կորցրած, գուցե ինքնազգացողությունն էր վատացել։ Դա պարզապես սայթաքում չէր։ Դա ավելի լուրջ բան էր։ Լուսացույցը փոխվեց կարմիրի։ Մեքենաները առաջ շարժվեցին ազդանշաններով։ Անին տարեց կինը հիմա պողոտայի մեջտեղում էին, կանաչապատ միջնաշերտի անվտանգության փոքրիկ կղզյակում։ Մի քանի հոգի հայացք նետեցին, բայց ոչ ոք կանգ չառավ օգնելու համար։ Այդ երկու մարմինների միայնությունը այնտեղ, հարյուրավոր շտապող մարդկանցով շրջապատված, սարսափելի էր։ Աղջիկս, շնջաց տարեց կինը թույլ ձայնով, կներես ինձ։ Ես չեմ կարողանում։ Գլուխս այնպես է պտտվում։ Երեք երեկոյանվանից ոչինչ չեմ կերել։ Կարծես մի պահ ուշագնաց եղա։ Խնդրում եմ, ների՛ր ինձ քեզ խանգարելու համար։ Անին զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Այդ կինը ներողություն էր խնդրում օգնության կարիք ունենալու համար։ Կարծես նրա գոյությունը անհանգստություն լիներ։ Դուք ոչ մեկին չեք խանգարում, տիկին, վստահ պատասխանեց Անին, ավելի ամուր բռնելով նրա ձեռքը։ Ես ձեզ կօգնեմ։ Հանգիստ եղեք։ Մենք հիմա դուրս կգանք այստեղից, ես կխնամեմ ձեզ։ Կարող եք վստահել ինձ։ Այդ պահին Անին հստակ գիտեր, թե ինչ է անում։ Գիտեր այն գինը, որը պետք է վճարեր։ Գիտեր, որ այնտեղ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը իր աշխատանքի հնարավորության գերեզմանի մեջ խփված մի մեխ էր։ Բայց նա չէր կարող այլ կերպ վարվել։ Դա հերոսական կամ հաշվարկված ընտրություն չէր։ Պարզապես անհնար էր անտեսել իր առջ եղած այդ փխրունությունը։ Անհնար էր լինել այնպիսին, ինչպես մյուսները, ովքեր անտարբեր անցնում էին։ Նրա մարդկային տեսակը դա թույլ չէր տալիս։ Նա օգնեց կնոջը դանդաղ վեր կենալ, իր վրա վերցնելով նրա փխրուն մարմնի գրեթե ամբողջ ծանրությունը։ Սպասեց, մինչ լուսացույցը նորից բացվեց, նրա հետ անցավ մայթը, փնտրելով մի տեղ, որտեղ կարող էին նստել։ Մի քանի մետր այն կողմ, մի ծառի թույլ ստվերի տակ, նա մի նստարան գտավ։ Տարավ կնոջն այնտեղ, օգնեց նստել, կանգնեց նրա առջ, իր մարմնով փակելով արի ճառագայթները։ Բացեց պայուսակը, հանեց ջրի շիշը, որը վերցրել էր իր հետ, տվեց կնոջը, ով խմեց փոքրիկ, դողացող կումերով։ Անին անձեռոցիկով սրբեց նրա դեմքի քրտինքը, զգուշությամբ հարդարեց նրա մազերը, խոսեց հանգիստ տոնով, փորձելով հանդարտեցնել նրա անկանոն շնչառությունը։ Ինչպե՞ս է ձեր անունը։ Մարո, պատասխանեց տարեց կինը լացակումած ձայնով։ Տիկին Մարո։ Ես այստեղ մոտիկ եմ ապրում, բայց դուրս էի եկել մի քանի հարցեր լուծելու երի արը հարվածեց։ Երկար ժամանակ է, լավ չեմ սնվում։ Ախորժակ չունեմ։ Տղաս անընդհատ ասում է, որ պետք է ավելի լավ խնամեմ ինձ, բայց ես համառ եմ։ Իսկ հիմա տեսեք, թե ինչ եղավ։ Ինչ ամոթ է։ Ամոթալի ոչինչ չկա, տիկին Մարո։ Ձեր ինքնազգացողությունը վատացել է, դուք օգնության կարիք ունեիք։ Լավ արեցիք, որ թույլ տվեցիք ձեզ օգնել։ Հիմա հանգիստ շնչեք, հանդարտվեք։ Կա մեկը, ում կարող եմ զանգել։ Ունեմ որդուս հեռախոսահամարը, բայց նա երի աշխատանքի մեջ է։ Չեմ ուզում անհանգստացնել։ Դուք ոչ մեկին չեք անհանգստացնի։ Տվեք ինձ նրա համարը, ես կզանգեմ։
Տիկին Մարոն դժվարությամբ թելադրեց համարը, փորձելով հիշել յուրաքանչյուր թվանշանը։ Անին վերցրեց իր հին հեռախոսը, բայց նախքան զանգելը, էկրանին ստուգեց ժամը 1:42։ Սիրտը խառնվեց։ Հարցազրույցը ժամը 2-ին էր։ Դեռ 18 րոպե ուներ, բայց շենքից հեռու էր, պետք է վստահ լիներ, որ տարեց կինը լավ կլինի, պետք է սպասեր, մինչ մեկը գար։ Ընտրությունն արդեն արված էր։ Հետդարձի ճանապարհ չկար։ Անին հավաքեց համարը։ 3 անգամ զանգ գնալուց հետո մեկը պատասխանեց։ Ալո։ Մյուս կողմում տղամարդու ձայն էր, լուրջ, անհամբեր, զբաղված։ Բարդ ձեզ, ներողություն անհանգստացնելու համար։ Անունս Անի է։ Ես այստեղ ձեր մոր, տիկին Մարոյի հետ եմ։ Փողոցում նրա ինքնազգացողությունը վատացել էր, ես օգնեցի նրան։ Հիմա ամեն ինչ վերահսկողության տակ է, բայց կարծում եմ կարող է, որ դուք գաք նրան տանեք կամ գոնե իմանաք, թե ինչ է պատահել։ Մյուս կողմում լռություն տիրեց։ Հետո ձայնը վերադարձավ, ավելի լարված։ Մա, իրս։ Ինչ է պատահել։ Նա։ Լավ է։ Որտեղ եք դուք։ Անին արագ բացատրեց իրավիճակը, տվեց հստակ գտնվելու վայրը, հանգստացրեց ասելով, որ տիկին Մարոն նստած է, ջուր է խմում ուշքի է գալիս։ Տղամարդը նյարդային շնորհակալություն հայտնեց, ասաց, որ անմիջապես դուրս կգա աշխատանքից 20 րոպեից այնտեղ կլինի։ Մինչ սպասում էին, Անին մնաց տարեց կնոջ կողքին, մեղմ զրուցելով, ընկերակցելով նրան, վստահ լինելով, որ նա մենակ չի մնա։ Տիկին Մարոն պատմում էր իր կյանքի պատմությունները, հեռվում ապրող թոռների մասին, ամուսնու մասին, ով այնքան տարիներ առաջ էր հեռացել, որ երբեմն հեռավոր երազ էր թվում։ Նա խոսում էր այն երախտագիտությամբ, որն ունենում են մարդիկ, ում հազվադեպ են լսում։ Ժամանակն անցնում էր։ Ժամը 2-ն էր։ 2:05։ 2:10։ Անին գիտեր, որ հարցազրույցը հենց այդ պահին ընթանում էր առանց իրեն։ Գիտեր, որ մեկն արդեն նստած է այն աթոռին, որն իրենը պետք է լիներ։ Գիտեր, որ իր հնարավորությունը հոսում էր մատների արանքով, ինչպես ավազը։ Բայց նա շարունակում էր մնալ այնտեղ, հաստատուն, ներկա, խնամելով այդ կնոջը, ով լիովին անծանոթ էր, բայց այդ պահին իր կարիքն ուներ ավելի շատ, քան որևէ մեկը։ Վերջապես, ժամը 2:15-ին, միս մեքենա կտրուկ կանգնեց նստարանի դիմաց։ Մի բարձրահասակ տղամարդ, մոտ 40 տարեկան, մոխրագույն կոստյումով կապույտ փողկապով, շտապ իջավ մեքենայից։ Նրա դեմքին միաժամանակ անհանգստություն, թեթացում երախտագիտություն կար, երբ տեսավ մորը նստած, լավ վիճակում ոչ միայնակ։ Մայրիկ, տղամարդը ծնկի իջավ տիկին Մարոյի առջ, նրբությամբ բռնելով նրա ձեռքերը։ Լավ ես։ Ներիր ինձ, ես պետք է ավելի շատ պնդեի, որ դու մենակ դուրս չգայիր այս շոքին։ Ներիր ինձ։ Տիկին Մարոն թույլ ժպտաց, քնքշությամբ դիպչելով որդու դեմքին։ Հիմա լավ եմ, Դավիթ։ Շնորհիվ այս աղջկա, ով այսօր իմ կյանքում հրեշտակ եղավ։ Բոլորն անցան կողքովս, որդիս։ Ընկա փողոցի մեջտեղում, մարդիկ ինձ անտեսեցին, կարծես ես անտեսանելի լինեի։ Բայց նա կանգ առավ։ Նա խնամեց ինձ, երբ ոչ ոք չցանկացավ իմանալ։ Դավիթը վեր կացավ, շրջվեց դեպի Անին։ Նրա աչքերը մուգ էին, արտահայտիչ, հոգնած, բայց մինույն ժամանակ կենդանի։ Նա նայեց նրան, կարծես փորձում էր հասկանալ, թե ով է այս կինը, ով արել էր այն, ինչ հարյուրավոր այլ մարդիկ հրաժարվել էին անել։ Ես չգիտեմ, թե ինչպես ձեզ շնորհակալություն հայտնել, ասաց նա հուզված ձայնով։ Դուք փրկեցիք մորս։ Բարիս բուն իմաստով փրկեցիք։ Եթե նա այնտեղ մենակ մնար, ուշագնաց լիներ արի տակ, կարող էր շատ ավելի վատ լինել։ Ինչպես կարող եմ հատուցել։ Ասեք ձեր անունը, խնդրում եմ։ Անի, պարզ պատասխանեց նա։ Եվ հատուցելու կարիք չկա։ Ես արեցի այն, ինչ ցանկացած մարդ պետք է աներ։ Ձեր մայրը օգնության կարիք ուներ։ Բայց ոչ թե ցանկացած մարդ օգնեց, այլ դուք, պնդեց Դավիթը։ Դա դուք էիք։ Եվ ես դա երբեք չեմ մոռանա։ Խնդրում եմ, տվեք ձեր հեռախոսահամարը, ձեր կոնտակտները։ Ես ուզում եմ կարողանալ ձեզ իսկապես շնորհակալություն հայտնել։ Անին վարանեց։ Մի մասը ուզում էր մերժել, հեռանալ այնտեղից, վազել դեպի հարցազրույցի շենքը, նույնիսկ իմանալով, որ արդեն շատ ուշ է։ Բայց այդ տղամարդու անկեղծության մեջ ինչ-որ բան ստիպեց նրան գլխով անել։
Նա թելադրեց իր հեռախոսահամարը, որը Դավիթը արագ գրանցեց իր սարքի մեջ։ Նա օգնեց մորը վեր կենալ ծայրահեղ զգուշությամբ, պահեց նրա փխրուն մարմինը, ուղեկցեց դեպի մեքենան։ Նախքան ներս մտնելը, տիկին Մարոնս մեկ անգամ շրջվեց դեպի Անին։ Շնորհակալություն, աղջիկս։ Թող Աստված միշտ քեզ օրհնի։ Դու ունես այնպիսի սիրտ, որի կարիքն աշխարհն ունի։ Անին պարզապես գլխով արեց, զգալով կոկորդում սեղմված գունդը։ Տեսավ, թե ինչպես մեքենան հեռացավ, տանելով այն տարեց կնոջը, ով մի քանի րոպեով եղել էր իր պատասխանատվությունը, իր նպատակը, իր ընտրությունը։ Երբ մեքենան անհետացավ երթեկության մեջ, իրականությունը ծանրացավ նրա վրա։ Նայեց ժամացույցին, ժամը 2:27 էր։ Հարցազրույցն արդեն ավարտվել էր։ Նրա հնարավորությունը սպառվել էր։ Այնուամենայնիվ, նա քայլեց դեպի շենքը, մի թույլ, գրեթե միամիտ հույսով։ Մտավ ընդունարան, ներկայացավ քարտուղարուհուն, մի երիտասարդ աղջկա, ով անտարբեր հայացք ուներ։ Ես եկել եմ վարչական օգնականի հարցազրույցի համար, ցածր ձայնով ասաց Անին։ Քարտուղարուհին ինչ-որ բան ստուգեց համակարգչում, հետո նայեց նրան մի հայացքով, որտեղ խառնված էին խղճահարությունն ու գրգռվածությունը։ Հարցազրույցներն արդեն ավարտվել են։ Ժամանակը մինչ ժամը 2-ն էր։ Դուք ուշացել եք։ Գիտեմ, բայց արտակարգ իրավիճակ պատահեց։ Մի տարեց կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, ես ստիպված էի օգնել։ Հնարավոր է արդյոք նորից նշանակել կամ խոսել պատասխանատուի հետ։ Հնարավոր չէ։ Որոշումներն արդեն կայացված են։ Հաստիկները լրացված են։ Ցավում եմ։ Այդ բառերի սառնությունը խորը վիրավորեց նրան։ Անին զգաց, թե ինչպես են ոտքերը դողում, օդը չի հերիքում թոքերին, աշխարհը մի փոքր պտտվում է։ Նա բռնվեց ընդունարանի սեղանից, որպեսզի հենց այնտեղ չփլվի։ Չլացեց։ Նա վաղ էր սովորել, որ արցունքները չեն հուզում աշխարհին։ Շատ լավ։ Այնուամենայնիվ շնորհակալություն։ Նա դուրս եկավ շենքից, ինչպես մի ուրվական։ Քայլում էր փողոցներով առանց ուղղության, մոլորված զղջման, ընդունման, ցավի մի տարօրինակ խաղաղության մտքերի մեջ։ Արդյոք նա ճիշտ էր վարվել։ Արժեր զոհաբերել իր ապագան մի անծանոթի համար։ Չգիտեր պատասխանը։ Գիտեր միայն, որ չէր կարող այլ կերպ վարվել։ Նրա էությունը թույլ չէր տալիս թիկունք դարձնել օգնության կարիք ունեցողին։ Նա հետ վերադարձավ տուն ծանր սրտով։ Քաղաքը պատուհանից անցնում էր, ինչպես մի անձայն ֆիլմ։ Հասավ իր թաղամասը, երբ առը սկսում էր մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն ու վարդագույն։ Տեսավ Մանեին, ով փողոցում խաղում էր այլ երեխաների հետ, հողոտված, երջանիկ, անմեղ։ Մայրիկ, դու ստացար աշխատանքը, աղջիկը վազեց գրկելու նրան։ Անին ստիպված ժպտաց, ձեռքը քսեց դստեր մազերին։ Այս անգամ չստացվեց, աղջիկս։ Բայց հաջորդ անգամ անպայման կստացվի։ Մանեն մի վայրկյան հիասթափված թվաց, բայց շուտով նորից ժպտաց։ Ոչինչ, մայրիկ։ Դու աշխարհի լավագույնն ես։ Այդ բառերը ավելի շատ ցավեցրին, քան ցանկացած մերժում։ Անին ամուր գրկեց դստերը, զգալով պատասխանատվության ծանրությունը։ Այդ գիշեր, երբ Մանեն քնեց, նա նստեց տնակի սառը հատակին, նայելով ճաքած առաստաղին հարցականի տակ դնելով իր ընտրությունները։ Նա չգիտեր, որ դա ընդամենը մի պատմության առաջին գործողությունն էր, որը դեռ հեռու էր ավարտից։ Հաջորդող օրերը ավելի ծանր էին, քան Անին պատկերացնում էր։ Կորցրած հնարավորության ցավը չէր մեղմանում, ընդհակառակը, այն աճում էր ամեն առավոտ, երբ զարթուցիչը հնչում էր ժամը 4:40-ին, նա պետք է վեր կենար անտեսանելի աշխատանքից մեկ օրվա համար։ Մուգ կապույտ համազգեստը կարծես ավելի էր ծանրացել, ավտոբուսի ճանապարհը երկարել, իսկ զուգարաններն ու միջանցքները մաքրելու ժամերը դարձել անվերջանալի։ Ամեն ինչ պարտության դառը համ ուներ։ Նա ոչ մեկին չպատմեց, թե ինչ էր պատահել այդ կեսօրին։ Պատմությունը պահեց որպես մի ցավոտ գաղտնիք, մի անտեսանելի սպի, որը միայն ինքն էր զգում։ Մյուս հավաքարարները բողոքում էին աշխատանքից, ուշացած աշխատավարձից, կոպիտ վերահսկողներից, իսկ Անին պարզապես լուռ համաձայնում էր։ Ձացնելով, թե իր կյանքը այնքան մոտ չի եղել փոփոխությանը, որից հետո ամեն ինչ վերջնականապես փլուզվեց։ Գիշերները, երբ Մանեն քնած էր, Անին նորից նստում էր տնակի սառը հատակին նայում իր հին հեռախոսին, մտածելով նորից ինքնակենսագրականներ ուղարկելու մասին, բայց մոտիվացիան պարզապես չկար։
Նա իրեն պարտված էր զգում մի այլ ձով, կարծես տիեզերքը հստակ ցույց էր տվել, որ որքան էլ ջանք թափի, իր նման մարդիկ ստեղծված չեն ավելի լավ ընտրություններ ունենալու համար։ Անցել էր 3 օր կորցրած հարցազրույցից հետո։ Մեխանիկական առօրյայի շրջանած մտքերի լուր տխրության 3 օր, որոնք Անին կրում էր որպես անտեսանելի բեռ։ 4-րդ օրվա առավոտյան, երբ նա մաքրում էր 12-րդ հարկի զուգարանը, նրա հեռախոսը զանգեց պայուսակի մեջ, որը թողել էր մաքրության սայլակի վրա։ Ձայնը վախեցրեց նրան։ Ոչ ոք նրան չէր զանգում, բացի Մանեի դպրոցից, երբ ինչ-որ խնդիր էր լինում, կամ հենց մաքրության ընկերությունից, երբ առանց նախազգուշացման փոխում էին նրա ժամերը։ Նա հանեց ռետինե ձեռնոցները, թաց ձեռքերը սրբեց համազգեստին վերցրեց սարքը։ Համարն անծանոթ էր։ Մի վայրկյան վարանեց պատասխանելուց առաջ, մտածելով, որ դա կարող է լինել ինչ-որ խաբեություն կամ գովազդային ավտոմատ զանգ։ Ալո։ Անի։ Մյուս կողմում տղամարդու ձայն էր, լուրջ, քաղաքավարի։ Այդ ձայնը նա անմիջապես ճանաչեց, չնայած ընդամենը մեկ անգամ էր լսել օրեր առաջ, այն կեսօրին, որը փոխել էր ամեն ինչ։ Այո, ես եմ, պատասխանեց նա, զգալով, թե ինչպես է սիրտը արագանում առանց պատճառը հասկանալի լինելու։ Դավիթն է։ Մենք անցյալ շաբաթ ծանոթացանք, երբ դուք օգնեցիք մորս, տիկին Մարոյին։ Հիշում եք ինձ։ Ինչպես կարող էի մոռանալ։ Իհարկե հիշում եմ։ Ինչպես է ձեր մայրը։ Նա լավ վերականգնվել է։ Հիանալի է, շնորհիվ ձեզ։ Լսեք, գիտեմ, որ սա կարող է տարօրինակ թվալ, բայց ես պետք է ձեզ հետ անձամբ խոսեմ։ Շատ կարևոր մի բան կա, որի մասին ուզում եմ զրուցել։ Կարող եք այսօր աշխատանքից հետո հանդիպել ինձ։ Անին մի քանի վայրկյան լուռ մնաց, փորձելով մտքում մշակել այդ անսպասելի խնդրանքը։ Մի մասը կասկածում էր։ Ոչ ոք իր նման մարդկանց կարևոր առաջարկներով չէր զանգում։ Բայց այդ ձայնի անկեղծության մեջ ինչ-որ բան կար, որն ստիպեց նրան հավատալ, որ դա ոչ խաբեություն էր, ոչ էլ կատակ։ Կարող եմ, այո։ Ավարտում եմ ժամը 3-ին։ Որտեղ։ Դավիթն առաջարկեց մի սրճարան կենտրոնում, մի վայր, որտեղ Անին երբեք չէր մտել, բայց տասնյակ անգամներ անցել էր կողքով։ Պայմանավորվեցին ժամի մասին։ Նա շնորհակալություն հայտնեց անջատեց։ Անին կանգնած մնաց բիզնես կենտրոնի միջանցքում, հեռախոսը ձեռքին, փորձելով հասկանալ, թե ինչ էր հենց նոր պատահել։ Տարօրինակ զգացողությունը խառնում էր վախն ու սպասումը, կարծես ինչ-որ բան պատրաստվում էր փոխվել, բայց նա չգիտեր դեպի լավը, թե դեպի վատը։ Օրվա մնացած մասը դանդաղ անցավ։ Անին մաքրում էր հարկերը, մտքերով հեռու լինելով, մտքում փորձարկելով, թե ինչ կասի հանդիպման ժամանակ, պատկերացնելով, թե ինչ կարող է ուզել Դավիթը։ Գուցե պարզապես անձամբ շնորհակալություն հայտնել ավելի մանրամասն ձով։ Գուցե որպես պարգատրում ինչ-որ գումար առաջարկել, որը նա քաղաքավարի կմերժեր, որովհետև դա շահադիտական նպատակով չէր արել։ Կամ գուցե դա մի լիովին այլ բան էր, որը նրա երակայությունը չէր կարողանում հասկանալ։ Ուղիղ ժամը 3-ին նա համազգեստը փոխեց պարզ հագուստով, հարդարեց մազերը, քսեց համեստ շրթներկը դուրս եկավ շենքից, սիրտը արագ բաբախելով։ Մետրոյով գնաց կենտրոն, քայլեց բանուկ փողոցներով, մինչ գտավ այն սրճարանը, որը նշել էր Դավիթը։ Դա մի փոքրիկ, բայց նրբաճաշակ վայր էր, փայտե սեղաններով, հարմարավետ աթոռներով, թարմ սուրճի բույրով մեղմ լուսավորությամբ, որը հաճելի մթնոլորտ էր ստեղծում։ Անին իրեն անհարմար զգաց հենց ներս մտնելուն պես։ Նա տեսավ Դավիթին, նստած հետի սեղաններից մեկի մոտ, պատուհանի մոտ։ Նա բաց կապույտ վերնաշապիկով էր, առանց փողկապի, ուներ ուղիղ, վստահ կեցվածք, բայց դեմքին մի մեղմ արտահայտություն կար, որը մեղմացնում էր ցանկացած ահազդու տպավորություն, որ կարող էր թողնել նրա ներկայությունը։ Երբ տեսավ Անիին, նա անմիջապես վեր կացավ ձեռքով արեց, անկեղծ ժպտալով։ Անի, որքան լավ է, որ եկաք։ Նստեք, խնդրում եմ։ Ուզում եք ինչ-որ բան պատվիրել։ Սուրճ, հյութ, մի կտոր տորտ։ Ձեզ ազատ զգացեք։ Նա պատվիրեց միայն սուրճ, պարզ, ճաշացուցակի ամենաէժան տարբերակը։ Դավիթը պնդեց, որ նա ուտելու ինչ-որ բան պատվիրի, բայց Անին քաղաքավարի մերժեց, իրեն կաշկանդված զգալով չափազանց առատաձեռնությունից։ Երբ սուրճը բերեցին, նա երկու ձեռքով բռնեց բաժակը, սպասելով, որ նա սկսի խոսել։ Դավիթը խորը շունչ քաշեց, կարծես մտքերը դասավորելով սկսելուց առաջ։ Նա ուղիղ նայեց Անիին իր այդ մուգ ու արտահայտիչ աչքերով սկսեց խոսել մի լրջությամբ, որն անակնկալի բերեց նրան։
Անի, ես ձեզ այստեղ կանչեցի, որովհետև պետք է ձեզ մի բան ասեմ։ Այդ օրվանից ի վեր մայրս չի դադարում խոսել ձեր մասին։ Նա պատմում է բոլորին, ում հանդիպում է, տասնյակ անգամներ կրկնում է պատմությունը, լաց է լինում, երբ հիշում է այն պահը, երբ դուք կանգ առաք օգնելու համար, մինչդեռ բոլորը անտարբեր անցնում էին։ Նրա համար դուք հրեշտակ էիք։ Եվ գիտեք ինչ, ես լիովին համաձայն եմ։ Անին կախեց գլուխը, շփոթված։ Ես պարզապես արեցի այն, ինչ ցանկացած արժանապատիվ մարդ կաներ։ Բայց ոչ թե ցանկացած մարդ արեց, պնդեց Դավիթը հաստատակամորեն։ Տասնյակ, գուցե հարյուրավոր մարդիկ էին, ովքեր անցան նրա կողքով առանց կանգ առնելու։ Դուք միակն էիք։ Եվ ամենազարմանալին այն է, որ մայրս պատմեց ինձ, որ դուք ակնհայտորեն շտապում էիք, որ կարծես ինչ-որ կարևոր տեղ էիք գնում։ Դա ճիշտ է։ Անին վարանեց։ Ճշմարտությունը չափազանց շատ էր ցավեցնում բարձրաձայն ասելու համար, բայց այն ձև, որով Դավիթը նայում էր նրան, անկեղծ հարգանքով հետաքրքրասիրությամբ ստիպեց, որ բառերը դուրս թռչեն նախքան նա կկարողանար զսպել դրանք։ Ես գնում էի աշխատանքային հարցազրույցի։ Մի հաստիքի համար, որը կարող էր փոխել իմ ամբողջ կյանքը։ Ուշացա պատահածի պատճառով կորցրեցի հնարավորությունը։ Երբ հասա, տեղերն արդեն զբաղված էին։ Հաջորդող լռությունը ծանր էր։ Դավիթը մի պահ փակեց աչքերը, կարծես ընկալելով այդ տեղեկության ծանրությունը։ Երբ նորից բացեց դրանք, նրա հայացքում ինչ-որ բան էր փոխվել։ Հիացմունքի, տխրության, վճռականության խառնուրդ։ Դուք զոհաբերեցիք ձեր կյանքը փոխելու հնարավորությունը մի անծանոթի օգնելու համար, ասաց նա ցածրաձայն, գրեթե ինքն իրեն։ Դա մի բան է, որը ես երբեք չեմ տեսել մարդկանց հետ աշխատելու իմ բոլոր տարիների ընթացքում։ Իսկ ես շատերի հետ եմ աշխատում։ Ես այստեղ, Երանում, մի միջին չափի ընկերության անձնակազմի կառավարման տնօրենն եմ։ Անընդհատ հարցազրույցներ եմ անցկացնում, աշխատողներ ընդունում, գնահատում թեկնածուներին։ Գիտեմ ինչպես ճանաչել մասնագիտական տաղանդը, փորձը, կրթությունը։ Բայց բնավորությունը… դա հազվադեպ է։ Շատ հազվադեպ։ Անին չգիտեր ինչ ասել։ Պարզապես բռնել էր սուրճի բաժակը, զգալով տաքությունը իր կոշտացած ձեռքերի վրա։ Դավիթը շարունակեց, հիմա ձայնի մեջ ավելի մեծ ուժով։ Վերջին օրերն անցկացրել եմ այդ մասին մտածելով։ Մայրս 82 տարեկան է, Անի։ Նա միայնակ 3 զավակ է մեծացրել այն բանից հետո, երբ հայրս մեզ լքեց։ Ամբողջ կյանքում։ Աշխատել է որպես դերձակուհի, արթնացել է լուսաբացին, կարել է մինչ ուշ գիշեր, դիմացել է նվաստացումների, անհարգալից վերաբերմունքի, ուշացած աշխատավարձերի։ Ես լավ գիտեմ այդ պայքարի պատմությունը, որովհետև ապրել եմ նրա կողքին։ Այսօր նա թոշակառու է, ապրում է ինձ հետ, ես մտածում էի, որ վերջապես կկարողանամ նրան պատշաճ խնամել, երաշխավորել, որ նա այլս երբեք դժվարությունների միջով չանցնի։ Բայց ես չեմ կարող վերահսկել դրսի աշխարհը։ Չեմ կարող երաշխավորել, որ մարդիկ նրան արժանապատվությամբ կվերաբերվեն, երբ նա մենակ դուրս գա փողոց։ Նա դադար տվեց, խորը շունչ քաշեց, շարունակեց։ Երբ իմացա, թե ինչ է պատահել, որ նա ընկել է պողոտայի մեջտեղում, տասնյակ մարդիկ պարզապես անտեսել են, խորը զայրույթ զգացի։ Մի ընդվզում այս քաղաքի դեմ, այս աշխարհի դեմ, որը մարդկանց սովորեցնում է լինել սառը, եսասեր, անտարբեր ուրիշի տառապանքի հանդեպ։ Բայց մինույն ժամանակ դուք ինձ հույս տվեցիք։ Որովհետև դուք կաք։ Որովհետև այս ամբողջ սառնության մեջ դեռ կան ձեր նման մարդիկ։ Անին զգաց, որ աչքերը լցվում են, բայց թույլ չտվեց, որ արցունքները հոսեն։ Նա չգիտեր ինչպես վարվել գովասանքների հետ, սովոր չէր, որ իրեն այդպես տեսնեն։ Դավիթը թեքվեց առաջ, ձեռքերը հենելով սեղանին, ուղիղ նայելով նրան։ Ես ուզում եմ մի առաջարկ անել։ Ուզում եմ ձեզ աշխատանք առաջարկել իմ ընկերությունում։ Անիի սիրտը մի վայրկյան կանգ առավ։ Նա չէր կարող ճիշտ լսած լինել։ Մի քանի անգամ թարթեց աչքերը, փորձելով մտքում մշակել այդ բառերը, որոնք չափազանց անհավանական էին թվում իրական լինելու համար։ Ինչպես հազիվ կարողացավ հարցնել նա դողացող ձայնով։ Աշխատանք, կրկնեց Դավիթը հստակությամբ։ Վարչական բաժնում մի հաստիկ, գրանցված աշխատանք, հաստատուն աշխատավարձ, ամբողջական սոցփաթեթ, նորմալ աշխատանքային ժամեր։ Դուք կսկսեք որպես օգնական, բայց կունենաք վերապատրաստում, աճի հնարավորություն, իրական կարիերայի պլան։ Սա բարեգործություն չէ, Անի։ Ես սա չեմ առաջարկում ձեզ խղճահարությունից դրդված։
Առաջարկում եմ, որովհետև հավատում եմ, որ ձեր բնավորությամբ մարդիկ հենց այն տեսակի պրոֆեսիոնալներն են, որոնց ցանկացած ընկերություն պետք է ցանկանա ունենալ։ Անին չկարողացավ զսպել արցունքները, որոնք սկսեցին հոսել դեմքով։ Նա ձեռքերով փակեց դեմքը, փորձելով թաքցնել, բայց անհնար էր։ Արդյոք սա իրական էր։ Թե սա ընդամենը մի դաժան երազ էր, որն ստիպելու էր իրեն արթնանալ տնակի սառը հատակին, վերադառնալով դաժան ու անողոք իրականությանը։ Դավիթը սեղանի վրայով մի անձեռոցիկ մեկնեց նրան, համբերատար սպասեց, մինչ նա կհանդարտվի։ Երբ Անին վերջապես կարողացավ խոսել, նրա ձայնը հուզված էր ու կտրտված։ Ես չգիտեմ ինչ ասել։ Չգիտեմ, արդյոք արժանի եմ սրան։ Ես բարձրագույն կրթություն չունեմ, գրասենյակային փորձ չունեմ, չգիտեմ, կկարողանա՞մ։ Դուք կսովորեք, համոզված ասաց Դավիթը։ Ես արդեն հարյուրավոր մարդկանց եմ հարցազրույց արել, Անի։ Մարդկանց տպավորիչ դիպլոմներով, անթերի ինքնակենսագրականներով, անգիր արած պատասխաններով։ Բայց գիտեք ինչ եմ հասկացել։ Տեխնիկական հմտությունները մենք սովորեցնում ենք։ Կարողությունները զարգացնում ենք։ Բայց բնավորությունը… Բնավորություն չեն սովորեցնում։ Կամ մարդն ունի դա, կամ չունի։ Եվ դուք ունեք։ Դա պարզ դարձավ այն կեսօրին, երբ դուք ընտրեցիք օգնել մորս, նույնիսկ իմանալով այն գինը, որը պետք է վճարեիք։ Անին սրբեց արցունքները անձեռոցիկով, խորը շունչ քաշեց, փորձելով հանդարտվել։ Նա դեռ չէր կարողանում լիովին հավատալ, բայց իր ներսում ինչ-որ բան սկսեց արթնանալ։ Հույսի մի կայծ, որը նա կարծում էր, թե վերջնականապես մարել էր։ Երբ կարող եմ սկսել, հարցրեց նա, ձայնը դեռ դողում էր, բայց հիմա լցված էր մի վճռականությամբ, որը նա օրեր շարունակ չէր զգացել։ Հաջորդ երկուշաբթի օրը, եթե համաձայն եք։ Ես ձեզ կփոխանցեմ բոլոր մանրամասները, ընկերության հասցեն, ժամը, այն ամենը, ինչ պետք է իմանաք։ Եվ լսեք, մի բան կա։ Դավիթը վերնաշապիկի ներքին գրպանից մի սպիտակ ծրար հանեց դրեց սեղանին։ Մայրս պնդեց, որ սա ձեզ փոխանցեմ։ Սրանք մի քանի գործնական հագուստներ են, որոնք նա գնել է ձեզ համար, որովհետև ասաց, որ ձեզ նման աշխատասեր կինը արժանի է իր նոր աշխատանքը սկսել պատշաճ հագուստով։ Խնդրում եմ, մի մերժեք։ Նրա համար սա շատ կարևոր է։ Անին նայեց ծրարին, կարծես դա աշխարհի ամենաթանկարժեք իրը լիներ։ Նա վերցրեց այն դողացող ձեռքերով, զգալով թղթի թեթությունը, բայց այդ ժեստի հետում եղած իմաստի հսկայական ծանրությունը։ Ինչ-որ մեկը մտածել էր իր մասին։ Ինչ-որ մեկին հետաքրքիր էր ինքը։ Ամբողջ կյանքում անտեսանելի լինելուց հետո, վերջապես իրեն տեսնում էին։ Ես չգիտեմ ինչպես ձեզ շնորհակալություն հայտնել, ասաց նա հուզված ձայնով։ Դուք ինձ նույնիսկ լավ չեք ճանաչում, այս ամենն անում եք։ Մենք ճանաչում ենք այնքան, որքան պետք է, պատասխանեց Դավիթը ժպտալով։ Եվ կարող եք վստահ լինել մի բանում։ Դուք մեզ չեք հիասթափեցնի։ Ես դրանում լիովին համոզված եմ։ Նրանք մի քանի րոպե զրուցեցին գործնական մանրամասների մասին։ Դավիթը բացատրեց ընկերության առօրյան, այն աշխատանքը, որն Անին սկզբում կաներ, այն մարդկանց, ում հետ կաշխատեր, այն աշխատավարձը, որը կստանար։ Յուրաքանչյուր բառ կարծես մի աղյուս լիներ, որը կամուրջ էր կառուցում այն անդունդի, որտեղ նա գտնվում էր, այն ապագայի միջ, որի մասին նա երբեք չէր համարձակվել իրականում երազել։ Երբ նրանք վերջապես հրաժեշտ տվեցին սրճարանի դռան մոտ, Դավիթը ամուր սեղմեց Անիի ձեռքը ուղիղ նայեց նրա աչքերին։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, Անի։ Բարի գալուստ մեր թիմ։ Նա այնտեղից դուրս եկավ կարծես թռչելով։ Քայլում էր կենտրոնի փողոցներով, չզգալով ոտքերի ծանրությունը, չնկատելով շոկը, չնկատելով շուրջը տիրող քաոսը։ Մտավ լեփ-լեցուն մետրոն ժպտալով մի արտահայտություն, որն այնքան անսովոր էր նրա դեմքին, որ որոշ մարդիկ հետաքրքրությամբ նայում էին։ Հասավ իր թաղամասը, երբ Արն արդեն սկսում էր մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն երանգներով, որոնք նրան երբեք այսքան գեղեցիկ չէին թվացել։ Մանեն նստած էր դռան աստիճանին նկարում էր, երբ տեսավ մորը գալիս։ Նա վազելով վեր կացավ, ամուր գրկեց նրա ոտքերը։ Մայրիկ, դու այսօր ուրիշ ես։ Ինչո՞վ։ Անին ծնկի իջավ, դարձավ դստեր հասակին, երկու ձեռքով բռնեց նրա դեմքը։ Շատ լավ լուր ունեմ քեզ համար, աղջիկս։ Մայրիկը նոր աշխատանք է գտել։ Իսկական աշխատանք, գրանցված, ամեն ամիս աշխատավարձով։ Մեր կյանքը լավանալու է, մանե։ Խոստանում եմ, որ կլավանա։
Աղջիկը լիովին չհասկացավ այդ բառերի իմաստը, բայց զգաց մոր ձայնի հուզմունքը ինքն էլ ժպտաց, գրկելով նրան իր նիհար բազուկների ամբողջ ուժով։ Այդ գիշեր Անին չքնեց։ Արթուն մնաց, նայելով ճաքած առաստաղին, բայց այս անգամ ոչ թե տխրությամբ, այլ տագնապալից սպասումով։ Մտածեց այն ամենի մասին, ինչ պատահել էր վերջին օրերին։ Կորցրած հարցազրույցը, որը թվում էր ամեն ինչի վերջը։ Տիկին Մարոյին օգնելու քայլը, որը թվում էր անօգուտ զոհողություն։ Եվ հիմա, անսպասելի շրջադարձը, որն այդ ցավը վերածում էր փրկության։ Արդյոք աշխարհը իրոք բարգատրում էր բարությունը։ Թե՞ սա ընդամենը մի հազվադեպ բացառություն էր, մի անհավանական հրաշք, որը չէր կրկնվի։ Չգիտեր պատասխանը։ Գիտեր միայն, որ պետք է այդ հնարավորությունից կառչեր ամբողջ ուժով, ապացուցեր, որ Դավիթը չէր սխալվել իրեն։ Վստահելով ցույց տար, որ իր նման մարդիկ արժանի են հնարավորությունների նույնքան, որքան ցանկացած այլ մարդ, դիպլոմներով ու հնչեղ ազգանուններով։ Կիրակին անցավ տագնապալից նախապատրաստությունների մեջ։ Անին լվաց արդուկեց այն հագուստները, որոնք տիկին Մարոն գնել էր իր համար։ Դրանք պարզ, բայց գեղեցիկ իրեր էին համապատասխան գրասենյակային միջավայրի համար, շատ ավելի լավը, քան որևէ բան, որ նա երբևէ ունեցել էր։ Փորձեց յուրաքանչյուրը, նայեց կոտրված հայելուն, փորձելով ինքն իրեն ճանաչել այդ նոր կերպարում։ Նա այլս պարզապես անտեսանելի հավաքարար չէր։ Նա մի կին էր, ով պատրաստվում էր իրական հնարավորություն ունենալ ավելի լավ բան կառուցելու համար։ Երկուշաբթի օրը նա սովորականից ավելի շուտ արթնացավ։ Ծայրահեղ զգուշությամբ կարգի բերեց իրեն, մազերը հավաքեց նրբաճաշակ հյուսքի մեջ, հագավ նոր հագուստներից մեկը, հագավ ցածրակրունկ կոշիկները, որոնք գնել էր մոտակա խանութից։ Հրաժեշտ տվեց Մանեին երկար համբույրով, թողեց նրան հարանուհու խնամքին, ով միշտ օգնում էր, դուրս եկավ տնից, սիրտը այնքան ուժգին բաբախելով, որ թվում էր, դուրս կթռչի կրծքից։ Ճանապարհը մինչ ընկերություն թված անվերջանալի մի նույն ժամանակ չափազանց արագ։ Երբ վերջապես կանգնեց շենքի առջ, 12 հարկանի մի ժամանակակից բիզնես կենտրոն Երանի կենտրոնական մասում, Անին մի պահ կանգ առավ պարզապես դիտելով։ Այնտեղ էր նրա նոր կյանքը։ Այնտեղ էր այն դուռը, որը բացվում էր, երբ թվում էր, թե մնացած բոլորը փակվել են։ Նա մտավ նախասրահ, ներկայացավ ընդունարանում, ստացավ այցելուի ժամանակավոր քարտ ուղղորդվեց բարձրանալ 8-րդ հարկ։ Վերելակը դանդաղ էր բարձրանում, յուրաքանչյուր հարկի հետ նրա տագնապն աճում էր։ Երբ դռները բացվեցին, նա տեսավ Դավիթին, ով սպասում էր իրեն հյուրընկալ ժպտալով։ Ճշտապահեք, հիանալի նշան է։ Եկեք, ձեզ կներկայացնեմ թիմին։ Առաջին օրերը հույզերի իսկական հորցանուտ էին։ Առաջին օրերը հույզերի իսկական հորցանուտ էին։ Անին արթնանում էր նախքան զարթուցիչի հնչելը, ծայրահեղ խնամքով կարգի բերում իրեն, նստում ավտոբուսը դեռ լուսաբացին, բայց այս անգամ լիովին այլ նպատակակետով։ Նա այլս չէր գնում լվանալու զուգարաններն ու միջանցքները։ Նա գնում էր աշխատելու գրասենյակում, նստելու սեփական սեղանի շուրջ, օգտագործելու համակարգիչ, լինելու թիմի մի մասը։ Զգացողությունն այնքան անիրական էր, որ երբեմն ստիպված էր լինում ինքն իրեն կսմթել, համոզվելու համար, որ չի երազում։ Վարչական բաժնի թիմը փոքր էր, բայց հյուրընկալ։ Այնտեղ էր Մարիամը, 40 անց մի կին, կարճ կտրած շեկ մազերով, միշտ ժպտերես պատրաստ սովորեցնելու։ Հենց նա ստանձնեց Անի մենթորի դերը, բացատրելով յուրաքանչյուր գործընթաց, յուրաքանչյուր համակարգ, այդ նոր աշխարհի գործունեության յուրաքանչյուր մանրուք։ Այնտեղ էր նա Արմենը, մոտ 25 տարեկան մի երիտասարդ, կառավարման ոլորտի կրթությամբ, ով սկզբում որոշակի կասկածանքով էր նայում Անիին, մտքում հարց տալով, թե ինչպես է առանց բարձրագույն կրթության մեկը ստացել այդ հաստիքը։ Առաջին օրերին Անին սխալներ էր թույլ տալիս։ Սեղմում էր համակարգի սխալ կոճակները, ավելի շատ ժամանակ էր ծախսում պարզ առաջադրանքների վրա, քան պետք էր, տալիս էր հարցեր, որոնք մյուսների համար ակնհայտ էին թվում։ Յուրաքանչյուր սխալ նրան ստիպում էր զգալ անվստահության մի նոր ալիք, Դավիթին հիասթափեցնելու մշտական վախը, որ գուցե նա սխալվել էր իրեն վստահելով։ Բայց Մարիամը համբերատար էր, կրկնում էր բացատրությունները այնքան անգամ, որքան անհրաժեշտ էր, քաջալերում էր Անին չվախենալ սխալվելուց։ Դու շատ լավ ես առաջ գնում, ասում էր Մարիամը անկեղծությամբ։ Նրա համար, ով երբեք գրասենյակում չի աշխատել, դու արագ ես սովորում։ Պարզապես պետք է ավելի շատ վստահես ինքդ քեզ։ Բայց վստահությունը դժվար էր կառուցել։ Անին իր հետ կրում էր տարիների նվաստացումները, ստորացված վերաբերմունքը, այն խոսքերը, որ իր տեղը միայն ուրիշների կեղտը մաքրելն է։
Սեփական կերպարը փոխելը ավելի դժվար էր, քան համակարգչից օգտվել սովորելը։ Դավիթը երբեմն հայտնվում էր բաժնում, միշտ պահպանելով մասնագիտական կեցվածք, Անին վերաբերվելով ճիշտ այնպես, ինչպես մյուս աշխատակիցներին։ Չկար ոչ մի արտոնյալ վերաբերմունք, ոչ մի չափազանցված պաշտպանություն։ Նա հավատացել էր նրան, հիմա սպասում էր, որ նա ինքնուրույն ապացուցի իր արժեքը։ Անին գնահատում էր այդ մոտեցումը։ Նա չէր ուզում դիտվել որպես տնօրենի հովանավորյալը, նա ուզում էր ճանաչվել սեփական արժանինքների համար։ Անցավ 1 ամիս։ Անին այլս սկզբնական պարզ սխալները չէր անում։ Տիրապետում էր համակարգերին, կատարում էր իր առաջադրանքները աճող արդյունավետությամբ, սկսում էր իրեն զգալ այդ իրականության մի մասը, որը նախկինում այնքան հեռու էր թվում։ Առաջին ամսվա աշխատավարձը նստեց բանկային հաշվին, որը նա հատուկ բացել էր դրա համար, երբ տեսավ փոխանցված գումարը, Անին նստեց տնակի մահճակալին, լաց եղավ։ Դա մեծ գումար չէր այլ մարդկանց չափանիշներով, բայց իր համար դա նշանակում էր արժանապատվություն, կայունություն, ապագան պլանավորելու հնարավորություն։ Առաջին աշխատավարձով նա վճարեց ուշացած հաշիվները, գնեց իսկական ուտելիք, լցնելու գրեթե միշտ դատարկ սառնարանը, մանեին տարավ մի պարզ ռեստորան, որտեղ աղջիկը մակարոնեղեն պատվիրեց կերավ ականջից ականջ ժպտալով։ Գնեց նոր տետրեր, գունավոր մատիտներ, մի պայուսակ, որը դուստրն այնքան էր ուզում։ Յուրաքանչյուր գնում մի փրկագնման ակտ էր, ապացույց, որ զոհողությունը արժեր, որ տիկին Մարոյին օգնելու ընտրությունը բացել էր մի դուռ, որի գոյության մասին նա երբեք չէր պատկերացրել։ Ընկերությունում նա սկսեց նկատել մի բան, որը նախկինում վրիպել էր իր աչքից։ Դավիթը հարգված էր բոլորի կողմից, բայց նրա շուրջ որոշակի լարվածություն կար։ Մարիամի հետ պատահական զրույցներից պարզեց, որ նա գտնվում է տնօրինության ճնշման տակ։ Ընկերությունը վերակազմավորման փուլում էր, կար հավակնոտ նպատակներ իրականացնելու անհրաժեշտություն, քննարկվում էր անձնակազմի կրճատում, բոլորի գլխին անորոշության մթնոլորտ էր կախված։ Մի օր, աշխատանքային օրվա վերջում, Անին հավաքում էր իր սեղանը, երբ նկատեց, որ Դավիթը դեռ իր աշխատասենյակում է, դուռը բաց, հոգնած ու մտահոգ հայացքով նայում է համակարգչի էկրանին։ Բոլորն արդեն գնացել էին։ Նա վարանեց, մտածեց հեռանալ առանց անհանգստացնելու, բայց ինչ-որ բան ստիպեց նրան մոտենալ դռանը։ Նա մեղմ թակեց դուռը։ Կարելի է մտնել։ Դավիթը բարձրացրեց աչքերը, զարմացած թվաց, նրան դեռ այնտեղ տեսնելով։ Իհարկե, Անի։ Մտիր։ Ինչ-որ բան է պատահել։ Նա ներս մտավ, կանգնեց սեղանի առջ, մի փոքր շփոթված։ Ոչ, ամեն ինչ լավ է։ Պարզապես ուզում էի իմանալ, դուք լավ եք։ Նկատեցի, որ վերջին ժամանակներս ավելի հոգնած եք։ Դավիթը ժպտաց, բայց դա հոգնած ժպիտ էր, առանց սովորական փայլի։ Շատ բան ես նկատում, չէ՞։ Նստիր, խնդրում եմ։ Անին նստեց սեղանի դիմացի աթոռներից մեկին, սպասելով, որ նա խոսի։ Ընկերությունում բարդ շրջան եմ անցնում, սկսեց Դավիթը, ձեռքով սրբելով ճակատը։ Տնօրինությունը արդյունքներ է պահանջում, ուզում են ծախսերը կրճատել, կասկածի տակ են դնում իմ որոշ որոշումները։ Եվ ամենաշատ քննարկվող որոշումներից մեկը հենց քո աշխատանքի ընդունումն էր։ Անին զգաց, որ սիրտը սեղմվեց։ Իմ ընդունումը։ Այո։ Որոշ տնօրեններ կարծում են, որ ես քեզ աշխատանքի եմ ընդունել անձնական պատճառներով, այլ ոչ թե մասնագիտական։ Ասում են, որ դա հուզական պահ էր, այլ ոչ թե բիզնես ռազմավարություն։ Ինձնից պահանջում են ապացուցել, որ դա լավ որոշում էր։ Հաջորդող լռությունը ծանր էր։ Անին զգում էր պատասխանատվության բեռը իր ուսերին։ Դա միայն իր մասին չէր։ Դա Դավիթի հեղինակության մասին էր, այն վստահության մասին, որը նա ներդրել էր իր մեջ։ Ես կապացուցեմ, ասաց նա հաստատուն ձայնով, ինքն իրեն զարմացնելով այդ վճռականությամբ։ Ես կաշխատեմ ավելի շատ, քան որը մեկը, կսովորեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ցույց կտամ, որ դուք չեք սխալվել ինձ ընդունելով։ Թույլ չեմ տա, որ ինձ օգտագործեն ձեզ վնասելու համար։ Դավիթը նայեց նրան մի հայացքով, որտեղ խառնված էին երախտագիտությունն ու հիացմունքը։ Ես գիտեմ, որ կանես, Անի։ Երբեք դրանում չեմ կասկածել։ Բայց չեմ ուզում, որ չափազանց մեծ ճնշում զգաս։ Դու արդեն հիանալի աշխատանք ես անում։ Դա ճնշում չէ, դա հանձնառություն է։ Դուք հավատացիք ինձ, երբ ոչ ոք չէր հավատա։ Հիմա իմ հերթն է հատուցելու։ Հաջորդ օրերին Անին ակտիվացրեց իր աշխատանքային ռիթմը։
Գալիս էր ավելի շուտ, գնում էր ավելի ուշ, կամավոր ստանձնում էր լրացուցիչ առաջադրանքներ, տանը սովորում էր համացանցի տեսանյութերով, ավելին իմանալու կառավարման բիզնես գործընթացների մասին։ Մարիամը նկատեց փոփոխությունը, փորձեց խորհուրդ տալ նրան չափից շատ չծանրաբեռնվել, բայց Անին վճռական էր։ Դա միայն աշխատանքը պահելու մասին չէր։ Դա մի մարդու վստահությունը հարգելու մասին էր, ով վտանգել էր իր սեփական հեղինակությունը իր համար։ Հենց այդ շրջանում նա ծանոթացավ Գայանեի հետ, ընկերության արտրային տնօրենի։ Գայանեն 38 տարեկան մի կին էր, բարձրահասակ, միշտ անթերի հագնված թանկարժեք հագուստներով, ուղիղ կատարյալ հարդարված մազերով, անթերի շպարով։ Նա ուներ գերազանցության կեցվածք, որն անհանգստացնում էր շատ աշխատակիցների, բայց նա անշղթելիորեն հմուտ էր իր գործում։ Նա ընկերություն էր եկել Անից մի քանի ամիս առաջ, արագորեն շահել էր տնօրինության մի մասի վստահությունը վաճառքի տպավորիչ արդյունքներով։ Գայանեն Դավիթը լարված մասնագիտական հարաբերություններ ունեին։ Նա կասկածի տակ էր դնում Դավիթի շատ որոշումներ, հատկապես անձնակազմին վերաբերողները, պնդելով, որ ընկերությանը պետք է ավելի շատ արտրային ագրեսիվություն, ավելի քիչ մտահոգություն մարդասիրական հարցերի շուրջ։ Երբ իմացավ Անի ընդունման դրա հետում եղած հանգամանքների մասին, Գայանեն չթաքցրեց իր դժգոհությունը։ Մի օր Անին խոհանոցում սուրճ էր պատրաստում, երբ Գայանեն ներս մտավ։ Մթնոլորտը ակնթարթորեն սառեց։ Տնօրենը վերից վար նայեց Անին մի արտահայտությամբ, որտեղ խառնված էին արամարանքն ու հետաքրքրասիրությունը։ Դուք այն հայտնի Անին եք, չէ՞։ Նա, ում Դավիթը աշխատանքի ընդունեց, որովհետև փողոցում նրա մորն օգնել էիք։ Անին խորը շունչ քաշեց, պահպանեց հանգստությունը։ Ես Անին եմ, այո։ Վարչական օգնական։ Գայանեն ժպտաց, բայց դա սառը, հաշվարկված ժպիտ էր։ Հետաքրքիր է։ Երբեք չէի տեսել, որ ընկերությունը մեկին աշխատանքի ընդունի բարի սրտի համար։ Սովորաբար մենք ընդունում ենք հմտությունների, կրթության, փորձի համար։ Բայց ամեն մեկն իր մեթոդն ունի, չէ՞։ Այդ նախադասությունը պատահական դիտարկման տակ թաքնված հարձակում էր։ Անին զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում, բայց զսպեց իրեն։ Նա չէր պատրաստվում Գայանեին հաճույք պատճառել, տեսնելով իր հավասարակշռության կորուստը։ Ես այստեղ եմ ամեն օր իմ հմտություններն ապացուցելու համար, պատասխանեց նա հաստատուն ձայնով։ Եվ մինչ այժմ կարծում եմ, ինձ հաջողվում է։ Գայանեն վերցրեց իր սուրճի բաժակը, մի կում արեց, շարունակելով նայել Անիին այդ գոռոզ հայացքով։ Տեսնենք, որքան ժամանակ։ Այստեղ ամեն ինչ փոխվում է։ Ընկերությանը արդյունքներ են պետք, այլ ոչ թե սոցիալական ծրագրեր։ Նա դուրս եկավ խոհանոցից, Անին թողնելով մենակ, ձեռքերը զայրույթից թեթակի դողում էին։ Այդ հանդիպումը պարզ դարձրեց, որ կային ուժեր, որոնք աշխատում էին իր դեմ, մարդիկ, ովքեր կցանկանային տեսնել իր ձախողումը միայն մի բան ապացուցելու համար։ Այդ գիշեր Անին խոսեց Մարիամի հետ պատահածի մասին։ Գործընկերուհին հառաչեց, բառերը զգուշությամբ ընտրելով։ Գայանեն բարդ մարդ է։ Նա շատ հմուտ է, դա ոչ ոք չի կարող հերքել, բայց նա չափազանց հավակնոտ է, չի վարանի ուրիշների վրայով անցնել վեր բարձրանալու համար։ Լսել եմ, որ նա շահագրգռված է ընկերությունում ավելի բարձր պաշտոն ստանձնելու հարցում, գուցե նույնիսկ Դավիթի պաշտոնը։ Դրա համար նա փորձում է հարվածել նրա հեղինակությանը։ Անին սրտի սեղմում զգաց։ Եվ ես դա անելու միջոցն եմ։ Դու խորհրդանիշ ես դարձել, բացատրեց Մարիամը։ Եթե նա կարողանա ապացուցել, որ Դավիթը վատ որոշում է կայացրել քեզ ընդունելով, նա թուլացնում է նրա դիրքերը տնօրինության առջ։ Դա կորպորատիվ քաղաքականություն է, Անի։ Դա անձնական չէ քո դեմ, բայց ցավոք, դու հայտնվել ես այդ պայքարի մեջտեղում։ Անին այդ զրույցից դուրս եկավ իրավիճակի ավելի հստակ պատկերացմամբ։ Դա միայն այնտեղ լինելուն արժանի լինելն ապացուցելու մասին չէր։ Դա կորպորատիվ ռազմադաշտում գոյատելու մասին էր, որտեղ մարդիկ խաղում էին ուրիշների կյանքերի հետ, կարծես դրանք շախմատի քարեր լինեին։ Հաջորդ շաբաթների ընթացքում ընկերությունում լարվածությունն աճեց։ Աշխատանքից ազատումների մասին լուրերը պտտվում էին միջանցքներում։ Գայանեն տնօրինությանը ներկայացրեց ծախսերի կրճատման ագրեսիվ մի ծրագիր, որը ներառում էր անձնակազմի կրճատում տարբեր բաժիններում։ Դավիթը փորձում էր պաշտպանել իր թիմին, պնդելով, որ ճգնաժամի պահին մարդկանց ազատելը միայն կվատթարացնի մթնոլորտը, արտադրողականությունը երկարաժամկետ հեռանկարում, բայց նրա ձայնը գնալով ավելի մեկուսացված էր դառնում։ Անին նկատում էր, որ Դավիթը գնալով ավելի հոգնած է ու լարված։
Մի օր կեսօրին նա տեսավ Դավիթին դուրս գալիս տնօրինության նիստից մի պարտված արտահայտությամբ, որը երբեք չէր տեսել նրա դեմքին։ Նա անցավ միջանցքով առանց որևէ մեկին բարելու, մտավ իր սենյակ, փակեց դուռը։ Մի քանի րոպե անց Մարիամը հաղորդագրություն ստացավ, որով խնդրում էին Անիին ներս գնալ։ Երբ նա մտավ, տեսավ Դավիթին նստած սեղանի հետում, հեռուն նայելով։ Նա մի քանի վայրկյան անց միայն շրջվեց դեպի նա։ «Նստիր, Անի»։ Նա նստեց, զգալով սրտի սեղմումը։ Գիտեր, որ լավ լուրեր չեն։ Դավիթը խորը շունչ քաշեց, թվում էր, բառերը զգուշությամբ է ընտրում։ Տնօրինությունը որոշում է կայացրել։ Նրանք կիրականացնեն Գայանեի կրճատումների ծրագիրը։ Մի քանի աշխատակիցներ առաջիկա օրերին ազատվելու են աշխատանքից։ Եվ քո անունը այդ ցուցակում է։ Անին զգաց, կարծես գետինը փլվեց իր ոտքերի տակ։ Բառերը չէին գալիս։ Նա պարզապես նայում էր Դավիթին, փորձելով ընկալել այդ կործանարար տեղեկությունը։ Ես պայքարեցի, Անի։ Իմ ամբողջ ուժով պայքարեցի քեզ պահելու համար։ Փաստարկներ բերեցի, ցույց տվեցի քո առաջընթացը, քո աշխատանքը։ Բայց նրանք ասում են, որ քո գործառույթը կարող է կատարվել այլ աշխատակիցների կողմից, որ այն բավականաչափ ռազմավարական չէ կրճատումների պահին պահպանելու համար։ Եվ այդ ամբողջ տեխնիկական հիմնավորումների հետում ես գիտեմ, որ քաղաքականությունն է։ Դա Գայանեն է, ով ուզում է ինձ թուլացնել։ Անին կուլ տվեց կոկորդում սեղմված գունդը, պայքարեց։ Արցունքների դեմ։ Որքան ժամանակ ունեմ։ 2 շաբաթ։ Քեզ պաշտոնապես կտեղեկացնեն վաղը, բայց ես ուզեցի նախապես ասել։ Անի, ես շատ եմ ցավում։ Իսկապես շատ եմ ցավում։ Դու սրան արժանի չես։ Հաջորդող լռությունը ծանր էր, լցված հիասթափությամբ, անարդարությամբ, անզորությամբ։ Անին վերջապես կարողացավ խոսել, ձայնը դողում էր, բայց զուսպ էր։ Շնորհակալություն զգուշացնելու համար։ Եվ շնորհակալություն ինձ համար պայքարելու համար։ Գիտեմ, որ արեցիք այն ամենը, ինչ կարող էիք։ Նա վեր կացավ դուրս գալու համար, բայց Դավիթը կանչեց նրան։ Անի, սպասիր։ Սա վերջը չէ։ Ես կգտնեմ քեզ օգնելու համար։ Այլ ընկերություններում ծանոթներ ունեմ, կարող եմ երաշխավորագրեր գրել։ Դու չես վերադառնա այնտեղ, որտեղ նախկինում էիր։ Խոստանում եմ։ Նա պարզապես գլխով արեց, այլս չէր վստահում իր ձայնին։ Դուրս եկավ սենյակից, վերադարձավ իր սեղանի մոտ, փորձեց շարունակել աշխատել, բայց ձեռքերը դողում էին ստեղնաշարի վրա։ Ամեն ինչ նորից փլուզվում էր։ Վերջին շաբաթների ընթացքում աճած հույսը ճզմվում էր մի դաժան իրականության կողմից, որտեղ քաղաքականությունն ու իշխանությունը ավելի կարևոր էին, քան արժանիքն ու ջանքը։ Այդ գիշեր Անին ոչինչ չասաց Մանեին։ Ծացրեց, թե ամեն ինչ լավ է, պատրաստեց ընթրիքը, օգնեց աղջկան տնային առաջադրանքների հարցում, քնեցրեց նրան։ Միայն երբ վստահ եղավ, որ դուստրը խորը քնած է, թույլ տվեց, որ արցունքները վերջապես հոսեն։ Նա լուռ լաց եղավ, նստած տնակի սառը հատակին, գրկելով իր ծնկները, զգալով անարդարության, անզորության հուսահատության ողջ ծանրությունը։ Նա զգացել էր մի այլ կյանքի համը։ Զգացել էր, թե ինչ է նշանակում արթնանալ նպատակով, աշխատել արժանապատվությամբ, ստանալ արդար աշխատավարձ, հույս ունենալ ապագայի հանդեպ։ Իսկ հիմա այդ ամենը նորից խլում էին իրենից։ Ոչ թե անկարողության պատճառով։ Ոչ թե սխալի պատճառով։ Այլ իշխանության խաղերի պատճառով, որոնք նա հազիվ էր հասկանում։ Մտածեց հանձնվելու մասին։ Մտածեց, որ գուցե իր տեղն իրոք այլ է, որ իր նման մարդիկ ստեղծված չեն այս կորպորատիվ աշխարհի համար, լի վեճերով ու ռազմավարություններով։ Բայց հետո նայեց քնած Մանեին, այնքան անմեղ, այնքան իրենից կախված, հասկացավ, որ հանձնվելը տարբերակ չէր։ Երբեք էլ չէր եղել։ Հաջորդ օրը նա ստացավ պաշտոնական ծանուցումը։ Նրան կանչեցին անձնակազմի բաժին, լսեց տեխնիկական ու սառը բացատրությունները վերակազմավորման, ծախսերի կրճատման ռազմավարական որոշումների մասին։ Ստորագրեց անհրաժեշտ թղթերը, ստացավ տեղեկատվություն իր իրավունքների մասին, դուրս եկավ այդ սենյակից այն զգացողությամբ, որ ապրում է մի կրկնվող մղձավանջ։ Մարիամը գրկեց նրան, երբ իմացավ, աչքերը լցված էին։ Սա այնքան անարդար է, Անի։ Դու սրան արժանի չէիր։ Այստեղ ոչ ոք արժանի չէր, բայց հատկապես դու։ Արմենը, ով սկզբում կասկածանքով էր նայում նրան, նույնպես մոտեցավ նրա սեղանին։
Ես շատ բան սովորեցի, տեսնելով քո աշխատանքը։ Դու իմ տեսած ամենանվիրված մարդկանցից մեկն ես։ Նրանք հսկայական սխալ են գործում։ Գովասանքները ավելի շատ էին ցավեցնում, քան լռությունը։ Որովհետև դրանք հաստատում էին այն, ինչ նա արդեն գիտեր։ Նրան աշխատանքից չէին ազատում անկարողության պատճառով, այլ այնպիսի ուժերի պատճառով, որոնք նա չէր կարող վերահսկել։ Հաջորդող օրերին նա շարունակեց աշխատել մինչ իր վերջին օրը, պահպանելով նույն նվիրվածությունը, ինչ միշտ։ Նա չէր պատրաստվում այնտեղից հեռանալ, քննադատության տեղ թողնելով, չէր պատրաստվում Գայանեին հաճույք պատճառել, տեսնելով իր կոտրված լինելը։ Եթե պետք է հեռանար, կհեռանար գլուխը բարձր։ Դավիթը խուսափում էր նրան հանդիպել միջանցքներում, ակնհայտորեն տանջվելով իրավիճակից։ Երբ վերջապես հանդիպեցին վերջին օրը, նա կանչեց Անին իր սենյակ առանձնազրույցի համար։ Անի, ես շարունակում եմ քեզ համար հնարավորություններ փնտրել։ Արդեն խոսել եմ մի քանի ծանոթների հետ, ուղարկել եմ քո ինքնակենսագրականը վստահելի մարդկանց։ Ես քեզ չեմ լքի։ Նա շնորհակալություն հայտնեց, բայց հոգու խորքում խորը հոգնածություն էր զգում։ Քանի անգամ պետք է նորից սկսեր։ Քանի անգամ կյանքը պետք է իրեն վեր բարձրացներ միայն հետո ավելի մեծ ուժով վայր գցելու համար։ Վերջին անգամ դուրս գալով շենքից, ձեռքին տանելով իր մի քանի անձնական իրերով լի տուփը, Անին վերջին անգամ հետ նայեց։ Այնտեղ մնում էր իր պատմության մի հատվածը, մի կարճ, բայց ինտենսիվ շրջան, երբ նա հավատացել էր, որ կարող է այլ կերպ լինել։ Հիմա նա պետք է ուժ գտներ մեկ անգամ առաջ շարժվելու համար, չիմանալով, թե այդ ուժը որտեղից է գալու։ Հաջորդող շաբաթները ամենադժվարն էին, որոնց Անին հանդիպել էր երկար ժամանակ։ Նախկին իրականությանը վերադառնալը ավելի լավ բան փորձելուց հետո նման էր մեծ բարձրությունից վայր ընկնելուն հարվածից յուրաքանչյուր ոսկորի կոտրվելը զգալուն։ Ցավը միայն ֆինանսական չէր, այն հուզական էր, գոյաբանական։ Դա այն դառը զգացողությունն էր, որ որքան էլ ջանք թափես, աշխարհը միշտ միծ կգտնի քեզ հետ հրելու այնտեղ, որտեղից փորձում էիր դուրս գալ։ Նա վերադարձավ ինքնակենսագրականներ ուղարկելուն, լուսաբացին արթնանալուն, մաքրության պատահական աշխատանքներ անելու համար, ընդունելու ժամանակավոր գործեր, որոնք վճարում էին նախկինում ստացածի կեսից էլ քիչ։ Այն գումարը, որը նա խնայել էր աշխատավարձից, արագորեն հալվում էր հիմնական ծախսերի վրա։ Մանեն նկատում էր մոր տրամադրության փոփոխությունը, այն տխրությունը, որն Անին փորձում էր թաքցնել, բայց որը երում էր նրա հոգնած աչքերում, երկար լռությունների մեջ, այն գիշերներին, երբ նա արթուն մնում էր, դատարկությանը նայելով։ Դավիթը պահեց իր խոստումը։ Պարբերաբար զանգում էր, ուղարկում էր աշխատանքի հնարավորություններ, գրում էր երաշխավորագրեր, օգտագործում էր իր կապերը դռներ բացելու համար։ Բայց շուկան բարդ էր, ընկերությունները նոր հաստիկներ բացելու փոխարեն կրճատումներ էին անում, միակ ընկերությունում այդքան կարճ փորձ ունենալը չէր տպավորում գործատուներին, ովքեր փնտրում էին կայունություն հաստատված պատմություն։ Անին իրեն անորոշության մեջ էր զգում։ Նա այլս այն մարդը չէր, որ կար նախքան հնարավորությունը, բայց նա չէր կարողանում հաստատվել այն աշխարհում, որը կարճ ժամանակով փորձել էր։ Դա նման էր երկու տիեզերքների արանքում մնալուն, լիովին չպատկանելով դրանցից ոչ մեկին։ Հենց այդ մռայլ շրջանում էր, որ պատահեց անսպասելին։ Մի օր կեսօրին Անին վերադառնում էր հերթական հիասթափեցնող հարցազրույցից, երբ նրա հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար էր։ Պատասխանեց առանց մեծ հույսի, սովոր լինելով գովազդային զանգերին կամ կեղծ առաջարկներին։ Անի, Մարիամն է, հիշում ես ինձ։ Ընկերական ձայնը կարոտի մի ալիք բերեց։ Իհարկե հիշում եմ, Մարիամ։ Ինչպե՞ս ես։ Լսիր, հիմա խոսելու շատ ժամանակ չունեմ, բայց պետք է քեզ մի հրատապ բան ասեմ։ Կարող ես այսօր երեկոյան հանդիպել ինձ։ Կարող է։ Խորհրդավոր հրատապ տոնը Անին հետաքրքրեց մի փոքր անհանգստացրեց։ Պայմանավորվեցին հանդիպել Անիի տան մոտ գտնվող մի հանրային այգում, չեզոք անվտանգ վայրում։ Երբ նա հասավ նշանակված վայրը, տեսավ Մարիամին նստած մի նստարանի, մտահոգ հայացքով շուրջը նայելիս։ Շնորհակալություն գալու համար, ասաց Մարիամը հենց Անին մոտեցավ։ Նստիր, պետք է քեզ պատմեմ այն, ինչ պարզել եմ ընկերությունում։ Անին նստեց, զգալով սրտի արագացումը։ Ինչ է պատահել։ Մարիամը խորը շունչ քաշեց, բառերը զգուշությամբ ընտրելով։ Այն բանից հետո, երբ դու հեռացար, այնտեղ ամեն ինչ շատ լարվեց։ Գայանեն ավելի մեծ իշխանություն ստացավ, գրեթե ինքն է կառավարում ընկերությունը, իսկ Դավիթը գնալով ավելի մեկուսացված է դառնում։ Բայց դա չէ միայն։
Ես քո ազատման մասին մի բան եմ պարզել, որը պետք է իմանաս։ Շարունակիր, խնդրեց Անին, ստամոքսում սառնություն զգալով։ Քո ազատումը միայն քաղաքական չէր։ Այնտեղ ավելին կար։ Գայանեն կեղծել է որոշ հաշվետվություններ, խեղաթյուրել է թվերը, ստեղծել է մի սուտ պատմություն քո աշխատանքի մասին, հիմնավորելու համար, որ դու ավելորդ ես։ Նա ստել է տնօրինությանը, Անի։ Ներկայացրել է, թե դու լուրջ սխալներ ես թույլ տվել, ուշացրել ես գործընթացները, մինչդեռ իրականում դու թիմի ամենաարդյունավետներից մեկն էիր։ Զայրույթը բարձրացավ որպես տաք ալիք։ Անին սեղմեց ձեռքերը, փորձելով զսպել հույզերը։ Ինչու՞ նա պետք է դա աներ։ Որովհետև դու կատարյալ զենք էիր Դավիթի հեղինակությունը կործանելու համար։ Եթե նա կարողանար ապացուցել, որ քո ընդունումը աղետ էր, որ դու անկարող էիր, նա ուժեղացնում էր այն միտքը, որ Դավիթը առաջնորդվում է հույզերով, ոչ թե ռազմավարությամբ։ Եվ դա աշխատեց։ Քո հեռանալուց հետո տնօրինությունը կասկածի տակ դրեց նրա շատ այլ որոշումներ։ Հիմա մտածում են նրան հեռացնել պաշտոնից Գայանեին նշանակել նրա տեղում։ Անին զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Դավիթը կորցնելու էր աշխատանքը իր պատճառով։ Իրեն հավատալու պատճառով։ Էլի բան կա, շարունակեց Մարիամը, ձայնը ցածր էր ու լարված։ Ես ձեռք եմ բերել բնօրինակ հաշվետվությունների պատճենները, իրականները, նախքան Գայանեն կփոխեր դրանք։ Ես նրա արածի ապացույցներն ունեմ։ Բայց չգիտեմ ինչ անել դրանց հետ։ Եթե ես բողոքեմ, ինձ նույնպես կարող են ազատել։ Գայանեն հիմա մեծ ուժ ունի։ Բայց ես չեմ կարող լուռ մնալ, տեսնելով նման անարդարություն։ Անին երկար ժամանակ լուռ մնաց, մշակելով այդ ամենը։ Մի մասը ուզում էր վերցնել այդ ապացույցները շպրտել Գայանեի երեսին, բացահայտել նրա սուտը, մաքրել իր անունը։ Բայց մյուս մասը, ավելի զգույշը, գիտեր, որ հզոր մարդկանց հետ գործ ունենալը կարող էր վտանգավոր հետանքներ ունենալ։ Քո կարծիքով, ես ինչ պետք է անեմ, հարցրեց Անին։ Մարիամը ուղիղ նայեց նրան։ Կարծում եմ, դու պետք է սա տանես Դավիթին։ Նա արժանի է ճշմարտությունն իմանալուն։ Եվ այս ապացույցներով գուցե նրան հաջողվի փոխել իրավիճակը, թե իր, թե քո համար։ Իսկ դու։ Եթե պարզվի, որ դու ես փաստաթղթերը դուրս հանել։ Ես ընդունում եմ այդ ռիսկը, ասաց Մարիամը վճռականությամբ։ Ես այս ընկերություն չեմ եկել անարդարությունների մեղսակից լինելու համար։ Եթե ես կորցնեմ իմ աշխատանքը ճիշտ վարվելու համար, թող այդպես լինի։ Գոնե գիշերը կկարողանամ հանգիստ քնել։ Այդ գիշեր Անին տուն վերադարձավ մի ծրարով, որը պարունակում էր Մարիամի բերած փաստաթղթերի պատճենները։ Ժամերով ուսումնասիրեց յուրաքանչյուր էջը, յուրաքանչյուր փոփոխված թիվը, ճշմարտության յուրաքանչյուր կանխամտածված խեղաթյուրումը։ Զայրույթը տեղի տվեց սառը վճռականությանը։ Նա թույլ չէր տա, որ դա անցնի։ Ոչ իր համար, այլ Դավիթի համար, ով այդքան բան էր վտանգել, հավատալով մեկին։ Հաջորդ օրը նա զանգեց Դավիթին, խնդրեց հանդիպել։ Նա առաջարկեց մի աննկատ սրճարան, ընկերությունից հեռու։ Երբ հանդիպեցին, Անին նկատեց, թե որքան էր նա փոխվել։ Ավելի նիհարած, աչքերի տակ մուգ շրջանակներով, կքված կեցվածքով, որը նախկինում չուներ։ Իրավիճակն ակնհայտորեն իր հետքն էր թողել։ Անի, որքան լավ է քեզ տեսնելը։ Ինչպե՞ս ես։ Գոյատում եմ։ Բայց ես այստեղ չեմ եկել իմ մասին խոսելու։ Եկել եմ քո մասին խոսելու։ Նա ծրարը դրեց սեղանին։ Դավիթը հետաքրքրությամբ նայեց դրան։ Ինչ է սա։ Ապացույցներ, որ դու ճիշտ էիր իմ հարցում։ Որ իմ ազատումը Սարքովի էր։ Բացիր։ Դավիթը բացեց ծրարը, սկսեց ուսումնասիրել փաստաթղթերը։ Մինչ կարդում էր, նրա արտահայտությունը շփոթմունքից փոխվեց ցնցման, հետո զսպված զայրույթի։ Երբ ավարտեց, երկար ժամանակ լուռ մնաց, ձեռքերը թեթակի դողում էին թղթերը բռնելիս։ Նա կեղծել է հաշվետվությունները, ասաց նա, ձայնը վերահսկվող էր, բայց լարված։ Գայանեն կեղծել է ընկերության պաշտոնական փաստաթղթերը քեզ աշխատանքից ազատելու համար։ Սա ոչ միայն հակաեթիկական է, այլ պոտենցիալ հանցագործություն։ Եվ դա միայն ինձ վնասելու համար չէր, ավելացրեց Անին։ Դա քեզ թուլացնելու համար էր։ Քո տեղը զբաղեցնելու համար։ Դավիթը ձեռքով սրբեց դեմքը, խորը շունչ քաշեց։ Որտեղից ես սա գտել։ Վստահելի աղբյուրից։
Մեկից, ով դեռ հավատում է, որ արդարությունը ավելի կարևոր է, քան կորպորատիվ քաղաքականությունը։ Նա նայեց Անին երախտագիտության մտահոգության խառնուրդով։ Դու հասկանում ես, թե սա ինչ է նշանակում։ Եթե ես օգտագործեմ այս ապացույցները, բաց պատերազմ է սկսվելու։ Գայանեն սա խաղաղ չի ընդունի։ Նա կհերքի, կհակահարվածի, կփորձի ոչնչացնել յուրաքանչյուրին, ով իմ կողքին կլինի։ Գիտեմ։ Բայց դու լուռ կմնաս։ Թույլ կտաս, որ նա հաղթի ստի միջոցով։ Դավիթը լուռ մնաց, ակնհայտորեն ներքին պայքար մղելով։ Վերջապես նայեց Անին վճռականությամբ։ Ոչ։ Թույլ չեմ տա։ Ես արդեն բավական երկար ժամանակ լուռ մնացի, փորձելով խաղալ կանոններով, մինչդեռ ուրիշները կեղտոտ են խաղում։ Ես սա կօգտագործեմ։ Կգնամ տնօրինություն, կբացահայտեմ նրա արածը, կպայքարեմ արդարության համար։ Հաջորդ օրերին Դավիթը զգուշությամբ պատրաստեց իր ռազմավարությունը։ Խորհրդակցեց իրավաբանների հետ, դասավորեց ապացույցները, հավաքեց այլ փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս Գայանեի մանիպուլյատիվ վարքագծի օրինաչափությունները։ Նշանակեց տնօրինության արտահերթ նիստ, պնդելով, որ ունի կարևոր տեղեկություններ ընկերությունում առկա խախտումների մասին։ Անին հեռվից հետում էր ամեն ինչին, Դավիթի զանգերի հաղորդագրությունների միջոցով։ Նա իրեն զգում էր ինչպես մի քար շախմատի տախտակի վրա, սպասելով տեսնել, թե որն է լինելու հաջորդ քայլը։ Նիստի օրը եկավ։ Դավիթը մտավ տնօրինության սենյակ, ձեռքին բոլոր ապացույցներով լի թղթապանակը։ Գայանեն նույնպես այնտեղ էր, կանչված առանց հստակ իմանալու, թե ինչի մասին է խոսքը։ Երբ Դավիթը սկսեց ներկայացնել փաստաթղթերը, մեթոդաբար բացատրելով յուրաքանչյուր կեղծված փոփոխությունը, յուրաքանչյուր կանխամտածված մանիպուլյացիան, սենյակի մթնոլորտը կտրուկ փոխվեց։ Գայանեն փորձեց պաշտպանվել, պնդելով, որ դրանք խեղաթյուրված մեկնաբանություններ են, որ թվերը ճշգրտվել են վերադասի ցուցումներով, որ Դավիթը հուսահատության մեջ է մեղադրանքներ է հորինում, քանի որ կորցնում է իշխանությունը։ Բայց ապացույցները չափազանց հստակ էին, չափազանց մանրամասն։ Կային բնօրինակ փոփոխված փաստաթղթերի կողք կողքի համեմատություններ, թվային ստորագրություններ, փոփոխությունների գրանցումներ, որոնք հնարավոր չէր հերքել։ Տնօրինությունը, որը մինչ այդ հակված էր դեպի Գայանեի կողմը, սկսեց ավելի կոշտ հարցեր տալ։ Ինչու էին այդ ճշգրտումները արվել հաշվետվություններում։ Ո՞վ էր թույլատրել փոփոխությունները։ Ինչու այդ փոփոխությունների մասին պաշտոնական գրառում չկար։ Գայանեն քրտնում էր, կակազում, նրա պատասխանները գնալով ավելի քիչ համոզիչ էին դառնում։ Նիստի ավարտին տնօրինությունը որոշեց սկսել ամբողջական ներքին հետաքննություն։ Գայանեն ժամանակավորապես հեռացվեց աշխատանքից, մինչ փաստերի պարզումը։ Դավիթը դուրս եկավ այդ սենյակից հոգնած, բայց թեթացած։ Նա արել էր առաջին քայլը։ Հիմա պետք էր սպասել։ Լուրը տարածվեց ընկերությունում կայծակնային արագությամբ։ Աշխատակիցները քննարկում էին միջանցքներում, ենթադրություններ անում պատահածի մասին, բաժանվում նրանց միջ, ովքեր աջակցում էին Դավիթին, նրանց, ովքեր դեռ պաշտպանում էին Գայանեին։ Մարիամը մնաց զուսպ, խուսափելով փաստաթղթերի արտահոսքի հետ որե կապից։ 2 շաբաթ անց հետաքննությունը եզրակացրեց, որ իրոք եղել են լուրջ խախտումներ։ Գայանեն ոչ միայն Անի վերաբերյալ փաստաթղթերն էր կեղծել, այլ նույնն էր արել այլ աշխատակիցների հետ, որոնց ազատումը ցանկանում էր հիմնավորել։ Կար տեղեկատվության մանիպուլյացիայի հստակ օրինաչափություն, հանուն սեփական շահի։ Տնօրինության որոշումը միաձայն էր, հեռացում աշխատանքից խիստ հոդվածով, վարչական վարույթներ, հնարավոր դատական հայց։ Գայանեն լքեց ընկերությունը մի ուրբաթ կեսօրին, պահակախմբի ուղեկցությամբ, ձեռքին տանելով իր իրերով լի տուփը, դեմքը քարացած էր, բայց աչքերը թաքնված կատաղություն էին հայտնում։ Երբ նա անցավ Դավիթի կողքով միջանցքում, նրան մի հայացք նետեց, որը խոստանում էր, որ դա այնտեղ չի ավարտվի։ Բայց այդ պահին նա այլս ուժ չուներ։ Նա պարտված էր։ Դավիթը զանգեց Անին հենց Գայանեն դուրս եկավ շենքից։ Վերջացավ։ Նա հեռացված է։ Ճշմարտությունը ջրի երես դուրս եկավ։ Անին խորը թեթացում զգաց, բայց նա դատարկ հաղթանակի մի տարօրինակ զգացողություն։ Արդարությունը հաղթել էր, բայց դա չէր փոխում իր ներկա իրավիճակը։ Նա շարունակում էր մնալ գործազուրկ, շարունակում էր պայքարել գոյատման համար։ Կարծես կարդալով նրա մտքերը, Դավիթը շարունակեց. Անի, տնօրինությունը ուզում է քեզ հետ խոսել։ Ուզում են քեզ առաջարկել քո աշխատանքը հետ ստանալ, պաշտոնական ներողությամբ պատահածի համար։
Եվ ավելին։ Ուզում են քեզ առաջխաղացում տալ ավելի բարձր աշխատավարձով, ընդունելով, որ քո հանդեպ անարդար են վարվել։ Բառերը մի քանի վայրկյան պահանջեցին իմաստավորվելու համար։ Հետո, երբ վերջապես ընկալեց այն, ինչ Դավիթն ասում էր, անին զգաց, որ արցունքները սկսեցին հոսել։ Դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք թեթացման, ճանաչման մի արդարության արցունքներ էին, որը վերջապես իրականություն էր դառնում այդքան պայքարից հետո։ Լուրջ եք ասում, հազիվ կարողացավ հարցնել հուզված ձայնով։ Լիովին լուրջ։ Եվ ավելին, անի։ Տնօրինությունը հասկացավ, որ ես սկզբից էլ ճիշտ էի։ Որ քեզ նման բնավորությամբ նվիրվածությամբ մարդիկ ավելի թանկ արժեն, քան ցանկացած տպավորիչ ինքնակենսագրական։ Նրանք ուզում են փոխել ընկերության ընդունելության քաղաքականությունը, ավելի շատ արժորել այն մարդկային որակները, որոնք դու ներկայացնում ես։ Դու չես պատկերացնում, թե քո պատմությունը ինչ ազդեցություն թողեց։ Անին չէր կարողանում խոսել։ Պարզապես լաց էր լինում, հեռախոսը սեղմած, զգալով, թե ինչպես է մի հսկայական բեռ թեթանում իր ուսերից։ Երբ կարող ես սկսել, հարցրեց Դավիթը, նրա ձայնը նույնպես հուզված էր։ Եթե պետք լինի, հենց վաղը, պատասխանեց Անին, ծիծաղելով արցունքների միջից։ Երկուշաբթի օրը լավ է։ Ես քեզ կսպասեմ։ Եվ Անի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, որ չհանձնվեցիր։ Շնորհակալություն, որ պայքարեցիր։ Դու փրկեցիր ոչ միայն քո աշխատանքը, այլ իմը։ Այդ գիշեր Անին ամեն ինչ պատմեց Մանեին։ Աղջիկը, ով լիովին չէր հասկանում իրավիճակի բոլոր բարդությունները, հասկացավ էականը, մայրիկը նորից երջանիկ էր։ Դա բավական էր։ Նստած տնակի հատակին, ուտելով պարզ, բայց ուրախությամբ պատրաստված ընթրիքը, մայր ու դուստր խոսեցին ապագայի մասին։ Անին խոստացավ, որ հիմա ամեն ինչ իրոք լավանալու է։ Որ տեղափոխվելու են ավելի լավ տուն։ Որ Մանեն կունենա այն գրքերը, որոնք այդքան ուզում էր։ Որ կառուցելու են մի այլ կյանք, քայլ առ քայլ, համբերությամբ ու ջանքով, բայց այս անգամ ավելի ամուր հիմքի վրա։ Աղջիկը ամուր գրկեց մորը։ Ես գիտեի, որ դու կհաջողես, մայրիկ։ Դու իմ ճանաչած ամենաուժեղ մարդն ես։ Անին համբուրեց դստեր գլուխը, զգալով նրա գանգուր մազերի քաղցր բույրը։ Իսկ դու իմ ուժն ես, աղջիկս։ Այն ամենը, ինչ անում եմ, քեզ համար է։ Հանգստյան օրերին, նախքան երկուշաբթի օրը նորից սկսելը, Անին մի անսպասելի այցելու ունեցավ։ Տիկին Մարոն հայտնվեց տնակի դռան մոտ, Դավիթի ուղեկցությամբ։ Տարեց կինը ձեռքին մի խնամքով փաթեթավորված իրեր բերել։ Աղջիկս, ես ամեն ինչ իմացա, ինչ պատահել է։ Իմացա, որ դու կորցրել ես աշխատանքդ որդուս պատճառով, որ դժվար պահեր ես անցել, բայց վերջում արդարությունը հաղթեց։ Եկել եմ այստեղ անձամբ քեզ շնորհակալություն հայտնելու ամեն ինչի համար։ Այն բանի համար, որ օգնեցիր ինձ այդ օրը, երբ ես անծանոթ էի։ Ազնիվ ու աշխատասեր լինելու համար։ Ճշմարտության համար պայքարելու համար։ Տիկին Մարոն մեկնեց փաթեթը։ Բացիր, խնդրում եմ։ Անին զգուշությամբ բացեց։ Ներսում մի հին տերողորմյա էր, ժամանակից մաշված ուլունքներով, մի հին լուսանկար երիտասարդ տիկին Մարոյի պատկերով, ով աշխատում էր կարի մեքենայի հետում, դեմքին մի վճռական արտահայտությամբ։ Այս տերողորմյան պատկանել է տատիկիս, բացատրեց տիկին Մարոն։ Այն ինձ ուղեկցել է կյանքիս բոլոր դժվար պահերին։ Իսկ այս լուսանկարում ես եմ քո տարիքում, միայնակ պայքարելով երեխաներիս մեծացնելու համար։ Երբ նայում եմ քեզ, ինձ եմ տեսնում։ Ուզում եմ, որ սրանք քեզ մոտ մնան։ Որպես հիշեցում, որ մեզ նման կանայք միշտ ուժ են գտել առաջ շարժվելու համար, նույնիսկ երբ աշխարհը փորձել է մեզ վայր գցել։ Անին գրկեց տարեց կնոջը, զգալով այն մարմնի փխրունությունը, որին մի օր օգնել էր, բայց նա զգալով այն հսկայական ուժը, որը բխում էր այդ կնոջից, ով վերապրել էր այդքան ճակատամարտեր։ Շնորհակալություն, տիկին Մարո։ Ես սրանք ամենայն քնքշությամբ կպահեմ։ Երբ նրանք հեռացան, Անին մնաց մենակ, ձեռքին պահելով տերողորմյան ու լուսանկարը։ Նայեց երիտասարդ դերձակուհու պատկերին, տեսավ այնտեղ նույն վճռականությունը, որն ինքն էր զգում իր ներսում։ Նրանք տասնամյակներով բաժանված կանայք էին, բայց միավորված նույն պայքարով, նույն հրաժարումով ընդունելու, որ կյանքը իրենց համար ավելի լավ բան չունի պահած։ Նա լուսանկարը դրեց տնակի մի հատուկ անկյունում, որտեղ կարող էր տեսնել ամեն օր։ Այնտեղ էր նրա ներշնչանքը, նրա հիշեցումը, որ նա մենակ չէր այս ճանապարհին։
Ուժեղ կանանց սերունդներ էին եկել իրենից առաջ, սերունդներ կգային իրենից հետո։ Բոլորը պայքարող, բոլորը դիմադրող, բոլորը ապացուցող, որ իրենք ավելին էին, քան աշխարհը փորձում էր ստիպել իրենց հավատալ։ Երկուշաբթին եկավ պայծառ։ Անին արթնացավ այն արից, որը ներս էր մտնում պատուհանի ճեղքերից, բայց այս անգամ ջերմությունը չէր խանգարում։ Դա նոր սկիզբ էր։ Իրականում վերսկսում էր, բայց ավելի ամուր հիմքով, քաղված դասերով, սպիներով, որոնք վերածվել էին զրահի։ Նա զգուշությամբ հագնվեց, նայեց կոտրված հայելուն, այս անգամ կարողացավ տեսնել անկատարություններից այն կողմ։ Տեսավ մի ուժեղ կնոջ, մի վերապրողի, մի պայքարողի։ Մեկին, ով արժանի էր լինել այնտեղ, որտեղ կար, ոչ թե լավության կամ հաջողության շնորհիվ, այլ սեփական արժանիքով, որը նվաճել էր յուրաքանչյուր դժվար ընտրության մեջ, դիմադրության յուրաքանչյուր պահին, ամեն անգամ, երբ կարող էր հանձնվել, բայց ընտրեց շարունակել։ Նա հասավ ընկերություն թիմի կողմից ընդունվեց ծափահարություններով։ Մարիամը գրկեց նրան լաց լինելով։ Արմենը սեղմեց նրա ձեռքը անկեղծ հարգանքով։ Դավիթը սպասում էր նրան մի ժամանակակից ժպիտով, որը նրա դեմքին չէր տեսել ամիսներ շարունակ։ Բարի գալուստ, Անի։ Քո տեղը միշտ էլ այստեղ է եղել։ Եվ առաջին անգամ Անին լիովին հավատաց այդ բառերին։ Նրա տեղը այնտեղ էր։ Ոչ թե ուրիշի բարության, այլ նվաճված իրավունքի շնորհիվ։ Հաջորդող ամիսները խորը փոփոխությունների շրջան էին։ Անին ոչ միայն վերադարձավ ընկերություն, այլ ծաղկեց մի ձով, որը նույնիսկ ինքը հնարավոր չէր համարում։ Առաջխաղացումը ուղեկցվեց նոր պատասխանատվություններով, ինտենսիվ վերապատրաստումներով, հնարավորությամբ ապացուցելու օրեցօր, որ իրեն վստահելը իզուր չէր։ Դավիթը լիովին վերականգնեց իր դիրքերը ընկերությունում։ Տնօրինությունը հրապարակայնորեն ընդունեց, որ մարդկանց բնավորությամբ ոչ միայն դիպլոմներով արժորելու նրա փիլիսոփայությունը ճիշտ էր։ Անիի պատմությունը դարձավ ներքին ուսումնասիրության առարկա այն մասին, թե ինչպես բացահայտել իրական տաղանդները, սկզբունքները պաշտպանելու կարողության մասին, նույնիսկ ճնշման տակ։ Անիի Դավիթի հարաբերությունները բնականon կերպով փոխադարձ երախտագիտությունից վերածվեցին անկեղծ ընկերության։ Նրանք հաճախ էին զրուցում ոչ միայն աշխատանքի, այլ կյանքի, մարտահրավերների, երազանքների մասին։ Նա դարձավ մի տեսակ մենթոր, ուղղորդելով նրան կորպորատիվ աշխարհի նրբությունների մեջ, մինչդեռ Անին նրան մշտապես հիշեցնում էր մարդկայնությունը առաջին տեղում պահելու մասին, նույնիսկ բիզնեսի ճնշումների մեջ։ Տիկին Մարոն պարբերաբար այցելում էր Անիին, բերելով տնական թխվածքներ, կիսվելով իր երիտասարդության պատմություններով, ստեղծելով մի կապ, որը վեր էր սկզբնական երախտագիտությունից։ Տարեց կնոջ համար Անին հարազատ դստեր պես էր։ Անիի համար տիկին Մարոն ներկայացնում էր այն տատիկին, ում երբեք չէր ճանաչել, իմաստության քնքշանքի մի կերպար, որը պակասում էր իր կյանքում։ Մանեն զարգանում էր, տեսնելով մոր փոփոխությունը։ Անին հաջողվեց նրան ավելի լավ դպրոց ընդունել, գնել այն նյութերը, որոնց կարիքն աղջիկն ուներ, նույնիսկ վճարել լրացուցիչ պարապմունքների համար։ Նյութական բարելավումներից ավելի կարևոր էր այն փայլը, որը վերադարձել էր մոր աչքերին, ժպիտի թեթությունը, նորացված հույսը, որը վարակում էր ամբողջ տունը։ Նրանց հաջողվեց տնակից տեղափոխվել մի փոքրիկ, բայց արժանապատիվ տուն, ավելի անվտանգ թաղամասում։ Դա պալատ չէր, բայց ուներ ամուր պատեր, տանիք, որը չէր կաթում, ամբողջական ապակիներով պատուհաններ։ Մանեն ստացավ իր սեփական սենյակը, մի բան, որի մասին միշտ երազել էր։ Անին լաց եղավ տեղափոխության օրը, ոչ թե տխրությունից, այլ իրականացման զգացումից։ Այդ տան յուրաքանչյուր սենյակը ներկայացնում էր մի հաղթահարված ճակատամարտ, մի հաղթահարված խոչընդոտ, ապացույց, որ հանձնվելը երբեք տարբերակ չէր եղել։ Աշխատանքում Անին աստիճանաբար ստանձնեց ավելի շատ պատասխանատվություններ։ Նրա բնական նվիրվածությունը, զուգորդված ստացած վերապատրաստման հետ, նրան դարձրեց գնալով ավելի կատարյալ պրոֆեսիոնալ։ Մարիամը շարունակում էր լինել նրա մենթորն ու ընկերը, տոնելով յուրաքանչյուր նվաճում կարծես իր սեփականը լիներ։ Արմենը, ով սկզբում կասկածանքով էր նայում նրան, դարձավ դաշնակից, ընդունելով, որ շատ բան ունի սովորելու Անիի աշխատանքային էթիկայից։ Ընկերությունը սկսեց փոխել իր ընդունելության մշակույթը, ոգեշնչված Անիի պատմությամբ։ Ստեղծեցին վերապատրաստման ծրագրեր պոտենցիալ ունեցող, բայց ավանդական կրթություն չունեցող մարդկանց համար, առաջարկելով հնարավորություններ, որոնք նախկինում նույնիսկ չէին դիտարկի։ Անին հրավիրվեց մասնակցելու ընտրության գործընթացներին, օգնելով բացահայտել թեկնածուների, ովքեր իր նման պարզապես մի շանսի կարիք ունեին իրենց արժեքն ապացուցելու համար։
Մի օր, Անի վերադարձից գրեթե 1 տարի անց, Դավիթը կանչեց նրան իր սենյակ։ Նրա արտահայտությունը լուրջ էր, բայց աչքերում մի փայլ կար, որը հուշում էր լավ լուրերի մասին։ Անի, նստիր։ Մի առաջարկ ունեմ անելու։ Նա նստեց, հետաքրքրված մի փոքր տագնապած։ Սովորել էր, որ փոփոխությունները կարող էին լինել ինչպես օրհնություն, այնպես էլ անեծք։ Տնօրինությունը հաստատել է ընկերությունում մի նոր բաժնի ստեղծումը, որը կենտրոնացած է սոցիալական պատասխանատվության տաղանդների զարգացման վրա։ Դա ռազմավարական ոլորտ է, որն աշխատելու է ինչպես ներքին, այնպես էլ համայնքի հետ։ Մենք ուզում ենք մեկին, ով գործնականում հասկանում է, թե ինչ է նշանակում հաղթահարել արգելքները, մեկին, ով կարող է կամուրջ լինել տարբեր իրականությունների միջ։ Մենք ուզում ենք քեզ, որպես այդ բաժնի համակարգող։ Անին մի քանի վայրկյան մնաց առանց բառերի։ Համակարգող։ Ամբողջական բաժին առաջնորդել։ Թվում էր անհնարին, չափազանց մեծ իր նման մեկի համար։ Ես չգիտեմ, արդյոք պատրաստ եմ դրան, խոստովանեց նա, հին անվստահությունը փորձում էր նորից արթնանալ։ Դավիթը թեքվեց առաջ, ուղիղ նայելով նրան այն ինտենսիվությամբ, որն Անին արդեն լավ գիտեր։ Դու պատրաստ էիր, երբ ընտրեցիր օգնել մորս, նույնիսկ իմանալով այն գինը, որը պետք է վճարեիր։ Պատրաստ էիր, երբ առերեսվեցիր անարդարություններին չհանձնվեցիր։ Պատրաստ էիր, երբ վերադարձար այստեղ ապացուցեցիր քո արժեքը ամեն օր։ Տեխնիկան մենք սովորեցնում ենք, Անի։ Իսկական առաջնորդությունը գալիս է ներսից, դու դա բնականորեն ունես։ Այդ բառերը խորը դիպան նրան։ Անին խորը շունչ քաշեց, զգաց պատասխանատվությունը, բայց նա զգաց իր ներսում աճող մի նոր բան։ Վստահություն։ Ոչ թե գոռոզությունը մեկի, ով իրեն ուրիշներից լավն է համարում, այլ խաղաղ գիտակցությունը նրա, ով գիտի, ինչ է ապրել, ինչ է սովորել, ինչ կարող է առաջարկել։ Ես ընդունում եմ, ասաց նա հաստատակամությամբ։ Եվ ես այնպես կանեմ, որ այս բաժինը իրոք փոփոխություն բերի մարդկանց կյանքում։ Հաջորդող ամիսներին Անին անդադար աշխատեց նոր բաժնի կառուցման վրա։ Ստեղծեց վերապատրաստման ծրագրեր անապահով թաղամասերի երիտասարդների համար, համագործակցություններ հաստատեց հանրակրթական դպրոցների հետ, մշակեց նախագծեր, որոնք աճի իրական հնարավորություններ էին առաջարկում այն մարդկանց, ովքեր երբեք դրանց հասանելիություն չէին ունեցել։ Յուրաքանչյուր նախաձեռնություն մտածված էր խնամքով, հիմնված իր սեփական փորձի, իր սեփական ցավերի այն ամենի վրա, ինչ սովորել էր այն մասին, թե ինչն է իրոք աշխատում նրանց համար, ովքեր հնարավորությունների կարիք ունեն։ Բաժինը սկսեց տպավորիչ արդյունքներ տալ։ Փոփոխությունների պատմություններ սկսեցին հայտնվել, մարդիկ, ովքեր ներս էին մտնում առանց հույսի դուրս գալիս նպատակով, երիտասարդներ, ովքեր երբեք չէին պատկերացրել աշխատել պաշտոնական ընկերությունում, իսկ հիմա կայուն կարիերա էին կառուցում։ Անին տեսնում էր իրենից մի փոքր մասնիկ նրանցից յուրաքանչյուրի մեջ, դա նրան մոտիվացնում էր աշխատել էլ ավելի շատ։ Անիի պատմությունը սկսեց տարածվել ընկերության սահմաններից դուրս։ Տեղական թերթերը հոդվածներ հրապարակեցին սոցիալական պատասխանատվության ծրագրի մասին, ընդգծելով այն համակարգողի ուղին, ով մի օր հավաքարար էր եղել, իսկ հիմա առաջնորդում էր կյանքեր փոխող նախաձեռնություններ։ Անին հրավիրում էին դասախոսությունների, կիսվելու իր փորձով ոգեշնչելու ուրիշներին, ովքեր նմանատիպ պայքարների մեջ էին։ Սկզբում նա իրեն անհարմար էր զգում ուշադրության կենտրոնում լինելուց։ Նա չէր փնտրում փառք կամ ճանաչում։ Բայց Դավիթը համոզեց նրան, որ իր պատմությունը ուժ ունի, որ այն կարող է լինել հույսի այն կայծը, որի կարիքը ուրիշներն ունեին իրենց սեփական երազանքներից չհրաժարվելու համար։ Այդ դասախոսություններից մեկի ժամանակ, որն անցկացվում էր Երանի ծայրամասային մի դպրոցում, Անին նայեց լսարանի երիտասարդներին, որոնցից շատերն ունեին նույն հոգնած ու հուսահատ արտահայտությունը, որն ինքը կրել էր այնքան երկար ժամանակ։ Նա խոսեց առանց անգիր արած տեքստի, միայն սրտով պատմելով իր ուղին դաժան ազնվությամբ, առանց դժվարությունները ռոմանտիզացնելու, բայց նա ցույց տալով, որ դրանք հաղթահարելը հնարավոր էր։ Ես այստեղ չեմ ասելու համար, որ հեշտ էր, որովհետև այդպես չէր։ Ես չեմ ստի հայտարարելով, թե բավական է միայն ցանկանալ հաջողելու համար, որովհետև գիտեմ, աշխարհն այդպես չի աշխատում։ Բայց ես այստեղ եմ ասելու համար, որ արժե պայքարել։ Որ արժե լինել ազնիվ նույնիսկ այն ժամանակ, երբ անազնվությունը ավելի շահավետ է թվում։ Որ արժե օգնել նույնիսկ այն ժամանակ, երբ դա թանկ է նստում քեզ վրա։ Որովհետև վերջում այն, ինչ մենք կանք, սահմանվում է այն ընտրություններով, որոնք մենք անում ենք ամենադժվար պահերին։ Դասախոսության ավարտին մի մոտ 15 տարեկան աղջիկ ամաչկոտ մոտեցավ։ Նրա աչքերը լցված էին, բայց այնտեղ նա մի այլ բան կար։
Հույս։ Մայրս հավաքարար է, ասաց աղջիկը դողացող ձայնով։ Նա ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 4-ին, վերադառնում է տուն ջարդված, ես միշտ մտածել եմ, որ դա է լինելու նա իմ ճակատագիրը։ Բայց դուք ինձ ցույց տվեցիք, որ կարող է այլ կերպ լինել։ Շնորհակալություն։ Անին գրկեց այդ անծանոթ աղջկան, զգալով պատասխանատվության ծանրությունը, բայց նա փոփոխություն բերելու գեղեցկությունը։ Այնտեղ էր ամեն ինչի պատճառը։ Այնտեղ էր այն նպատակը, որը նա բացահայտել էր այդ դժվարին ճանապարհի ընթացքում։ Տարիներն անցան։ Մանեն մեծացավ, դարձավ մի փայլուն պատանի, ուսումնասեր, սեփական երազանքներով լի։ Անին երաշխավորեց, որ դուստրը ունենա այն հնարավորությունները, որոնք ինքը երբեք չէր ունեցել, բայց նա սովորեցրեց նրան ամենակարևոր դասերը՝ աշխատասիրություն, ազնվություն, կարեկցանք հրաժարում ուրիշների վրայով անցնելուց վեր բարձրանալու համար։ Դավիթը Անին պահպանեցին իրենց խորը ընկերությունը տարիների ընթացքում։ Նա դարձավ մշտական ներկայություն նրա Մանեի կյանքում, մի քեռի, ով ներկա էր լինում ծննդյան տոներին, ավարտական հանդեսներին, տոնակատարություններին։ Տիկին Մարոն հետեց Մանեի աճին այնպես, կարծես նա իր արյունակից թոռնուհին լիներ, պատմելով պատմություններ, սովորեցնելով բաղադրատոմսեր, փոխանցելով 8 տասնամյակների ընթացքում կուտակված իմաստությունը։ Ընկերությունը բարգավաճեց այն նոր փիլիսոփայության ներքո, որը Անին օգնել էր ներշնչել։ Նրանք դարձան սոցիալական պատասխանատվության օրինակ, գրավելով ոչ միայն հաճախորդների, ովքեր արժորում էին այդ սկզբունքները, այլ լավագույն տաղանդների, ովքեր ուզում էին աշխատել մի վայրում, որտեղ իրոք հոգ էին տանում մարդկանց մասին։ Մի գարնանային կեսօրին, այն ճակատագրական օրվանից 5 տարի անց, երբ Անին օգնել էր մի անծանոթ տարեց կնոջ պողոտայում, նա նստած էր իր աշխատասենյակում, պատուհանից նայելով մինչ հորիզոն տարածվող երանին։ Իր աշխատասենյակը, իր բաժինը, իր թիմը։ Այդ ամենը նվաճված ոչ թե հաջողությամբ, ոչ թե լավությամբ, այլ սեփական արժանիքով։ Մտածեց ամբողջ ճանապարհի մասին։ Հուսահատության պահերի մասին, երբ թվում էր, թե երբեք դուրս չի գա այդ տնակից։ Տիկին Մարոյին օգնելու ընտրության մասին, նույնիսկ իմանալով գինը։ Առաջին ազատման ցավի մասին։ Արդարության համար պայքարի մասին։ Վերսկսման մասին։ Փոքր ու մեծ հաղթանակների մասին, որոնք եկան հետո։ Դավիթը մտավ սենյակ առանց թակելու, ինչպես հաճախ էր անում։ Նրա դեմքին ժպիտ կար։ Գուշակիր, ով հենց նոր զանգեց։ Քաղաքապետարանը։ Ուզում են ընդլայնել մեր վերապատրաստման ծրագիրը 10 հանրակրթական դպրոցների համար։ Քո նախագիծը դառնում է պետական քաղաքականություն, Անի։ Նա ժպտաց, զգալով խորը բավարարվածություն։ Դա իր մասին չէր։ Երբեք էլ չէր եղել։ Դա այն մասին էր, թե քանի այլ Անիներ կային այնտեղ, սպասելով ընդամենը մի հնարավորության, մի շանսի, մեկին, ով կհավատար իրենց։ Եկեք իրականացնենք դա, պատասխանեց նա։ Յուրաքանչյուր մարդ, ում մեզ հաջողվում է օգնել, մի փոխված կյանք է։ Իսկ փոխված կյանքերը փոխում են աշխարհը մեկ առ մեկ։ Դավիթը նստեց նրա սեղանի դիմացի աթոռին, նայեց Անին մի արտահայտությամբ, որտեղ խառնված էին հպարտությունն ու խոհեմությունը։ Դու գիտես, որ փոխեցիր նա իմ կյանքը, չէ՞, ասաց նա հանկարծ։ Նախքան քեզ ճանաչելը, ես կորցնում էի հավատս մարդկության հանդեպ։ Դառնում էի ցինիկ, հավատալով, որ բիզնեսի աշխարհում բարության տեղ չկա, որ հույզերը թուլություն են։ Դու ինձ ցույց տվեցիր, որ սխալվում էի։ Որ իմ կյանքի լավագույն որոշումները հենց նրանք էին, որոնք առաջնորդված էին սրտով, ոչ թե միայն գլխով։ Անին զգաց, որ աչքերը լցվում են, բայց դրանք լավ արդյունքներ էին։ Մենք փոխեցինք միմյանց, Դավիթ։ Դու ինձ տվեցիր այն հնարավորությունը, որը ոչ ոք չէր տա։ Ես քեզ ցույց տվեցի, որ արժեր ռիսկի դիմել։ Վերջում կարծում եմ, մենք փոխադարձաբար փրկեցինք միմյանց։ Նա գլխով արեց, լուր համաձայնելով։ Հետո վեր կացավ, հարգալից, բայց ջերմորեն սեղմեց նրա ձեռքը։ Հիմա մեկ այլ հանդիպում ունեմ, բայց կհանդիպենք վաղվա տոնակատարությանը։ Ծրագրի 5 տարին։ Դա մեր հաղթանակն է, Անի։ Երբ նա դուրս եկավ, Անինս մի քանի րոպե մնաց պատուհանից նայելով։ Մտածեց, թե որքան տարօրինակ էր կյանքը, թե ինչպես միակ ընտրությունը կարող էր փոխել ամեն ինչ, թե ինչպես ճանապարհները, որոնք թվում էր տանում էին դեպի անդունդը, երբեմն առաջնորդում էին դեպի ամենաանսպասելի վայրերը։ Վերցրեց հեռախոսը, զանգեց Մանեին, ով դպրոցում էր։ Ալո, աղջիկս։ Պարզապես զանգեցի ասելու, որ քեզ սիրում եմ, հպարտանում եմ քեզնով։
Կհանդիպենք երեկոյան։ Հետո նայեց տիկին Մարոյի երիտասարդ լուսանկարին, որն այժմ հատուկ տեղ էր զբաղեցնում իր աշխատասեղանին։ Այդ վճռական դերձակուհին հետ էր նայում ժամանակի միջից, երկու կանայք, որոնք բաժանված էին տասնամյակներով, բայց միավորված նույն ուժով, նույն հրաժարումով ընդունելու ավելի քիչ, քան իրենք արժանի էին, նույն հավատով, որ աշխարհը կարող էր ավելի լավը լինել։ Անին ժպտաց լուսանկարին, մեղմ շշնջաց. Մեզ մոտ ստացվեց։ Մենք, պայքարող կանայքս, միշտ էլ հաջողում ենք։ Եվ այդ պահին նստած իր աշխատասենյակում, տեսարանով դեպի այն քաղաքը, որը մի օր իրեն անտեսել էր, բայց հիմա ճանաչում էր, Անին հաստատ գիտեր, որ յուրաքանչյուր արցունքը, յուրաքանչյուր ցավը, յուրաքանչյուր ճակատամարտը արժեր։ Որովհետև վերջում բարությունը չէր պատժվել։ Այն պարգատրվել էր այնպիսի ձերով, որոնք նա երբեք հնարավոր չէր համարել։ Եվ դա ամենագեղեցիկ ճշմարտությունն էր։ Պատմության ավարտ, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անիի, Դավիթի տիկին Մարոյի պատմությունը խորապես դիպավ ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք պայքարի, հաղթահարման արդարության այս ուղուց, լայքեք, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե որ պահը ձեզ ամենաշատը տպավորեց։ Արդյոք դա Անիի դժվար ընտրությունն էր պողոտայում։ Պայքարը անարդարությունների դեմ, թե վերջնական հաղթանակը։ Ամեն օր մենք բերում ենք նմանատիպ հզոր պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ցույց են տալիս, որ բարությունը դեռ արժեք ունի, նույնիսկ մի աշխարհում, որը երբեմն թվում է, թե պարգատրում է միայն սառնությունը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում մի նոր պատմությամբ, որը կհուզի ձեզ, կստիպի մտորել կյանքի մասին։